Իրական Իրանը ո՞րն է։ Պարոն Թրամփը Խամենեիին փոխեց Խամենեիով, այսինքն ոչինչ չփոխեց ըստ էության։ 13 միլիոն այսպես կոչված ճակերտավոր հարավային ադրբեջանցի միացավ այսպես կոչված ճակերտավոր հյուսիսային ադրբեջանցիներին։ Այդ երկրի նախագահը կլինի Թավրիզեցի, ոչ թե Իլհամ Ալիևի տոհմից։ Կարող է քրիստոնեության ընդունումով, սահմանի անցկացումով իրանական աշխարհի եւ մեր միջև լիքը բան կորցրել ենք մենք։ Եթե իսլամը չհայտնվեր, ապա Իրանը անպայմանորեն կդառնար քրիստոնյա։ Նրանք մեզ կոչում են Արևմտյան Ադրբեջան։ Մենք պետք է հարց տանք, իսկ դուք Ադրբեջան եք, Արցախի տարածքը Հայաստան է քաղաքակրթական առումով։ Հիմա Գանձասարը ինչ ասենք, Գյանջասար ասենք։ Ամոթ է, չէ՞։ Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այլ ձևակերպում է։ Արցախը Ադրբեջանի մաս է, այլ ձևակերպում է։ Որքանով է տրամաբանական հարվածել տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներին։ Եթե դու հնարավորություն չունես հարվածելու Վաշինգտոնին, ապա դա պետք է անես։ Եթե Իրանը դիմանա, ապա դա արդեն իսկ հաղթանակ է։ Իրանը դաշնակիցներ ունի այս ծուռ աշխարհում։ Պարոն Ոսկանյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ոսկանյան, հայերի համար Իրանը քիչ թե շատ հասկանալի է։ Մենք դա ընկալում ենք որպես Պարսկաստան, պարսիկների երկիր, բայց խորանալու պարագայում պարզ է դառնում, որ այդքան էլ այդպես չի։ Այո։ Դե նայում ենք օրինակ դպրոցում պատմության ժամին, պատմության առարկայի շրջանակներում մի քանի Իրաններ ենք հանդիպում։ Գիտեմ, Աքեմենյան Իրան, Մարաստան, Սասանյան Իրան, Աֆշարիդներ, Սեֆյան, Մոնղոլական Իրան։ Հիմա իրական Իրանը ո՞րն է։ Իրական Իրանը, եթե փորձեմ շատ պարզ եւ հակերտ ներկայացնել, դա պետության եւ քաղաքակրթության խորհրդանիշ եւ անվանում է։ Այսինքն մենք գործ ունենք մի եզրույթի հետ, որը ի սկզբանե իհարկե ունի էթնիկական ծագում, գիտեք, Իրան եզրույթը որպես քաղաքական միավորի անուն, որպես քաղաքակրթության անվանում, որպես պետական միավորի անվանում առաջանում է հնդ իրանցիների ինքնանվանումից, արիա ինքնանվանումից, մեր 5-րդ դարի պատմագրության մեջ արի ունենք արիացիների երկիր, հա։ Արիացարքա, այո, արիների երկիր, արիացիների երկիր, ոչ դրա քաղաքական կոնտեքստում, այն կոնտեքստում, որը հաղորդվել էր այդ եզրույթին ֆաշիստական Գերմանիայում։ Այսինքն այդ էթնիկական միավորի անվանումն էր եւ տվյալ էթնիկական միավորի անվանումից ձևավորվում է երկրանուն, այնուհետև քաղաքակրթության անուն, պետության անուն։ Հետևաբար ոչ մի անգամ իրենց պատմության ընթացքում իրանցիները իրենց երկիրը չեն կոչել Պարսկաստան։ Որևէ պարսկերենով, հին պարսկերենով, նոր պարսկերենով, միջին պարսկերենով անհնար է Պարսկաստան եզրույթը ստեղծել, ստանալ, կիրառել, որովհետև մենք ունենք Պարսքը, Պերսիդան, հունահռոմեական աղբյուրների կամ Պերսիսը, որը ըստ էության Իրանի մի հատվածի, եթե պայմանական փորձենք ասել, այսօրվա Ֆարս նահանգի տարածքը կամ շրջակա տարածքները ներառյալ պատմականորեն դա է։ Ու բավականին փոքր։ Այո, բավականին փոքր, այսինքն ըստ էության, եթե մի փոքր պատկերավոր արտահայտվեն, Պարսկաստանը կամ Պարսքը Իրանի մի մասն է միայն։ Բայց մեր ավանդույթը, պատմական ավանդույթը սովոր է այդ երկիրը ամբողջությամբ նաև կոչել Պարսկաստան եւ մենք հաճախ խոսակցական հայրենում կամ, չգիտեմ, միջնադարյան աղբյուրների հետ առնչվելիս հանդիպում ենք Պարսկաստան եզրույթին, որը նույն Իրանն է։ Ինչ վերաբերում է հայտնի մտայնությանը, թե իբր 30-ականներին Իրանի շահը դիմեց ՄԱԿ-ին, որպեսզի երկիրը այլևս չկոչեն Պարսկաստան, դա վերաբերում է միայն այդ երկրի արտաքին անվանմանը։ Իրենք իրանցիները ուրիշ անուն չունեն, որ մյուսները այդ երկիրը կոչեն Իրան։ Հաճախ Միացյալ Նահանգներում մարդիկ չգիտեն, որ հին Պարսկաստանը եւ Իրանը նույն երկիրն են եւ սա որոշակի խնդիրներ հարուցում է, բայց ընդհանուր առմամբ դա այդպես է։ Ինչ վերաբերում այս գաղափարի կյանքի կոչելուն, ապա այդ գաղափարը որպես պետական միավոր, եթե մենք փորձենք դիտարկել, պարբերաբար կյանքի են կոչել տարբեր էթնիկական խմբեր։ Եթե խոսքը գնում է, ասենք օրինակ, մարերի մասին, ապա մարերը իրանական ժողովուրդներից մեկն էին, ավելի հասկանալի լինելու համար բերեմ սլավոնական ժողովուրդների պարագան։ Ռուսներ, բելարուսներ, ուկրաինացիներ, լեհեր, չեխեր, սլովակներ եւ այլն։ Մարերը իրանական ժողովուրդներից մեկն էին, ինչպես պարսիկները, ինչպես պարթևները, ինչպես այլ ժողովուրդներ, սկյուտները եւ այլն։ Մարերն են ստեղծում պետականություն կամ իշխող դինաստիան։ Մարական է այնուհետև իշխող արքայատոհմը
պարսկական է Աքեմենյանների մասին է խոսքը, նրանք պարսիկներ էին էթնիկական իմաստով, այնուհետև պատմությանը ասպարեզից են, հա։ Այո, հենց պարսկից էին սերում Աքեմենյանները, այնուհետև պարթևներն են հայտնվում պատմության ասպարեզում, ավելի շուտ ոչ թե հայտնվում, այլ պետականություն կերտում Իրանի համար, պարթևական կայսրությունը, հետո կրկին Սասանյանները, որոնք նույնպես պարսկից էին, պարսիկներ էին, դրանից հետո Սասանյաններից հետո կարծեք թե մենք չունենք պարսկական ծագմամբ որևէ արքայատող։ Նույնիսկ ասեմ այսպես օտար տարրերը, որոնք նվաճում էին Իրանը, ասենք օրինակ մոնղոլները, ժամանակի ընթացքում կուլ էին գնում իրանական մշակութային գերակայությանը եւ ըստ էության եթե մենք փորձենք հետ իսլամական շրջանի պատմությունը դիտարկել Իրանի, ապա հենց մոնղոլական իշխանության օրոք է, որ Իրան եզրույթը որպես պետական միավորի անվանում կրկին վերածնվում է։ Այսինքն Իրանը կար պոեզիայում, Իրանը կար որպես մշակութային քաղաքակրթական երևույթի անվանում, բայց որպես քաղաքական միավորի անվանում վերածնվում է մոնղոլների օրոք, որոնք ի սկզբանե որևէ կապ չունեին Իրանի հետ, եւ սա Իրանի առանձնահատկությունն է։ Նույնիսկ վերջին շահական դինաստիան պարսիկ չէր, նրանք սերում էին Մազանդարանից, մազանդարանցիները կրկին իրանական, ոչ, կրկին իրանական ժողովուրդներից մեկն էին։ Ռեզա խանը, որ իրեն շահ հռչակեց, սերում էր Մազանդարանից, եւ մազանդարանցիները, ինչպես գիլանցիները, ինչպես թալիշները, Մերձկասպյան իրանական ժողովուրդներից մեկն էին։ Եթե մենք փորձենք իսլամական հանրապետության պարագանել քննարկել, ասենք օրինակ նախագահներին դիտարկենք, տեսեք օրինակ ներկայիս նախագահ Փեզեշքյանը թուրքական ծագում ատրպատականցի է, թուրքական ծագում մենք չենք կարող ասել, նրա լեզուն անշուշտ թուրքական ծագում ունի, մայրենի լեզուն, բայց ատրպատականցիները ի հայտ են գալիս պատմության թատերաբերում շատ ավելի վաղ, քան թուրքախոսության տարածումն էր ատրպատականում։ Մենք գիտենք Ատրոպատեսին, որը հիմնեց ատրպատականի թագավորությունը, այնուհետև փոքր Մարաստանի տարածքում, այնուհետև այդ տարածքում մենք ունենք իսլամական շրջանում տեղի իրանական լեզուներից մեզ հասած պատառիկներ, Սեֆյան արքայատողմի փաստացի հիմնադիրը, կամ ասեմ այսպես Շահ Իսմայիլի պապը, ավելի ճիշտ, Շեխ Սաֆիոդդին Արդաբիլին գրում էր տեղի իրանական բարբառով, Արդաբիլ, արտավետ հայկական ավանդույթում քաղաքի անուն է, տեղի իրանական, ոչ թուրքական բարբառով։ Միայն 16-րդ դարից է թուրքախոսությունը տարածվում ատրպատականում, բայց մինչև այսօր էլ մենք ունենք տեղի հին իրանական բարբառների առանձին կղզյակների առկայություն։ Դրանցից մեկը Հայաստանի սահմանից ոչ շատ հեռու, դրանցից մյուսը կրկին Հայաստանի սահմանից ոչ շատ հեռու։ 3-4 այդպիսի կղզյակ ունենք, որտեղ բարբառը, իրանական տեղի բարբառը դեռևս կենթանի է, բայց թուրքախոսությունը տարածվում է եւ այս համատեքստում տարածման հիմնական պատճառը այն էր, որ Թավրիզը Շահ Իսմայիլի մայրաքաղաքն էր եւ Շահ Իսմայիլի զորքը ըստ էության բաղկացած էր թուրքալեզու էթնիկական տարբեր խմբերից կամ ցեղերից, Շամլու, Զաֆրանլու եւ այլն գզելբաշական զորքը։ Հիմա Փեզեշքյանը թուրքախոս է, բայց թուրք չէ, ատրպատականցի է։ Թուրքական հիմնախնդրին դեռ կգանք, բայց հաճախ հատկապես իրանագետները պնդում են, որ Իրանը չընդհատվող պետականություն է։ Իսլամական ավանդույթի տեսանկյունից հա ընդհատում չկա, բայց ես այս վերջերս այդ հարցի մասին մտածում էի, հարցը դիտարկենք, չգիտեմ, Սասանյանների տեսանկյունից։ Տեսնում ենք, որ պետականությունը ընդհատվել է։ Եթե հիմա ինչ-որ մտ Սասանյան արքայազն ողջ մնացած լիներ, իր համար տարօրինակ կլիներ այսօրվա։ Տարօրինակ կլիներ, ինչի համար եմ ասում։ Բոլորովին վերջերս մինչև Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ պատերազմը, միտինգների ժամանակ մարդիկ կային, որ գոռում են մենք արիացի ենք, մենք արի ենք եւ հայոյում էին իսլամին, այսպես ասած։ Տեսեք, մի կարևոր հանգամանք կա։ Իրանցիների ընկալումն է այնպեսին, որ իրանական պետականությունը երբևիցե չի ընդհատվել։ Իրականում, եթե մենք քննենք պատմությունը, ակնհայտ է, որ իրանական պետականությունը որոշակի ժամանակահատվածներում ընդհատվել է։ Ալեքսանդրի արշավանքից հետո Աքեմենյան կայսրությունը տապալվեց, արաբները տապալեցին Սասանյան կայսրությունը եւ ելի ունենք դեպքեր։ Հիմա այս համատեքստում իրենց ընկալումն է դա, որ Իրանի պետականությունը տևական է եւ հավերժական։ Բայց մուսուլման իրանցիների ընկալումն է։ Հիմա եթե խնդրին փորձենք հաղորդել ժառանգականության բնույթ, այսօրվա իսլամական հանրապետությունը, Իրանի իսլամական հանրապետությունը արդյոք ժառանգորդն է Սասանյան Իրանի կամ Աքեմենյան Իրանի, անշուշտ ժառանգորդն է, որովհետև պետական ինստիտուտներից շատերը, թեև որոշակի կերպափոխումներով, տրանսֆորմացիաներով այսուհանդերձ ունեն հին արմատներ, բայց եթե մենք փորձենք գտնել ժամանակակից արդեն շիայական Իրանի, ասեմ այսպես, ուղղակի ժառանգորդության հանգամանքը նաև կրոնական ասպեկտը հաշվի առնելով Սեֆյան Իրանն է անշուշտ,
որտեղ շիայականությունը 12 իմամական շիայականությունը դարձավ պետական կրոն եւ այսօրվա Իրանում դա շարունակվում է։ Ես բերեմ օրինակներ, որպեսզի հասկանալի լինի նաև մեզ լսողների համար։ Տեսեք, բոլորս գիտենք առնվազն մարդիկ, որոնք ծանոթ են հույն պարսկական պատերազմներին, մենք գիտենք այսպես կոչված անմահների գնդի մասին։ Աքեմենյան Իրանում։ Մենք գիտենք մեր պատմությունից Մատյան գնդի մասին, Սասանյանների օրոք, այսինքն գվարդիա, հատուկ գվարդիա, որը ուներ, ասեմ այսպես, ինչ որ առումով առանձնաշնորհյալ կարգավիճակ ռազմական համատեքստում եւ այլուր։ Հիմա եթե դիտարկում ենք այսօրվա Իրանում իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հանգամանքը, այո, շատ տարբեր է, չգիտեմ, հրթիռային ուժեր ունի, օդատիեզերական ուժեր ունի, բայց նավատորմ ունի, բայց գաղափարական, ասեմ այսպես, շարունակականության առումով, այո, մահմեդականներ են, շիաներ են, հիմա այն ժամանակ զրադաշտականներ են, բայց շարունակականության տեսանկյունից ըստ էության մենք գործ ունենք գրեթե նույնական կամ առնվազն տիպաբանորեն համեմատելի կառուցակարգերի հետ։ Իրականում այո, եթե մենք փորձենք շատ հասկանալի ասել մեր հատկապես հայկական լսարանի առջև, նույն Մատյան գունդն է, բնականաբար դարերի ընթացքում տարբեր կերպափոխումների եւ ասեմ այսպես արդի ժամանակներին հարմարվելու իրականությունը հաշվի առնելով։ Պարոն Ոսկանյան, Իրանում պատերազմ է։ Իրանը ներքաշված է կորսանարար պատերազմի մեջ, գիտենք, որ Իսրայելը եւ ԱՄՆ-ն հարձակվեցին եւ հույս հայտնենք, որ մինչեւ այս հարցադրույցի հրապարակվելը պատերազմը կավարտվի, բայց այնուամենայնիվ տեսակետները տարբեր են այս պատերազմի վերաբերյալ եւ ամենատարածված կարծիքներից մեկը որն է, որ փաստորեն Իսլամական Հանրապետությունը այդքան էլ կենսունակ չգտնվեց, չկարողացավ դիմագրավել այդ արտաքին ռազմական էքսպանսիային եւ տարբերակ չկա, հույս չկա, դատապարտված է պարտվելու։ Ինչ կասեք։ Տեսեք, նախ մենք եթե ուզում ենք համակարգի մասին խոսել, ապա չեմ կարծում, թե Մերձավոր Արևելքում որևէ այլ պետություն կա, որը կկարողանար նման կորստի պայմաններում, ինչպիսին դիցուկ երկրի գլխի զոհվելն է, ոչ միայն պահպանել իր կենսունակությունը, այլ նաև կարողանալ բավական adekvat գործել եւ նաև պատասխան հարվածներ հասցնել ռազմական տիրույթում, որովհետեւ մենք գործ ունենք երկրի գլխի զոհվելու հետ պատերազմական պայմաններում, ընդ որում ոչ սովորական տարածաշրջանային, ասենք, բախման մակարդակի պատերազմում, երբ դիցուկ բախումը Իրաքի հետ էր, ինչպես ունենք Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ, այլ աշխարհի թիվ 1 գերտերության հետ եւ աշխարհի ամենահզոր եւ ամենաթանկ բանակի հետ բախման, որին նաեւ օժանդակում է իսրայելական բանակը։ Հետեւաբար այս իմաստով կարծում եմ առնվազն 10 օր իրանական համակարգը ցույց տվեց իր կենսունակությունը շատ հստակորեն։ Դա նույնպես պետականության ավանդույթից է գալիս, արմատներից է գալիս, որովհետև տեսեք մենք ունենք իրավիճակ, երբ ասենք օրինակ անհամեմատելի իրավիճակներ, երբ օրինակ Լիբիայում երկրի գլուխը տապալվում է եւ այդ երկիրը մատնվում է քաոսի, Սադդամ Հուսեյնի չլինելու պարագայում Իրաքը մատնվեց քաոսի, Սիրիայում Բաշար al-Ասադը ուղղակի երկիրը լքեց, հեռացավ, բայց Իրանի պարագայում դա չաշխատեց։ Այսինքն Իրանում իշխանությունը տենց անձնավորված չի, մեկ անձի վրա չի։ Անձնավորված չէ, Իրանի իշխանական այսօրվա համակարգը եւ պատմական համակարգը, եթե փորձենք դիտարկել, կա շատ ուժեղ կենտրոնացված առաջնորդի ինստիտուտ, պատմականորեն նաեւ արքայի ինստիտուտներ դա, կա շատ ուժեղ համակարգ կառուցակարգերի տեսքով, տարբեր կառուցակարգերի տեսքով քաղաքացիական, ռազմական, նաև կրոնական կառուցակարգերը եւ մի այլ կարևոր հանգամանք կան։ Նույն այդ կրոնական կառուցակարգերի հաստատումը Իրանում կամ ուժեղ լինելը Իրանում նույնպես պատմական հիմքեր ունի։ Մենք գիտենք Մոկպետը ինչքան կարևոր դերակատարություն ուներ, գրեթե արքային հավասար դերակատարություն ուներ շատ դեպքերում, ոչ բոլոր դեպքերում, բայց գոնե առնվազն որոշ դեպքերում Սասանյան Իրանում։ Հետևաբար իրանական համակարգը կենսունակ է։ Ինչ կլինի, ինչպիսի ավարտ կունենա այս պատերազմը, ես կարծում եմ իմ իրանցի ընկերները չեն խրախուսի ինձ այս եզրույթի համար, բայց եթե Իրանը դիմանա, ապա դա արդեն իսկ հաղթանակ է։ Իրենց համար հաղթանակը Իսրայելին հաղթելն է եւ Իսրայելի հետ ասեմ այսպես մենակ մնալու պարագայում Իսրայելին հաղթելը, բայց գիտեք Իսրայելը մենակ չի մնում Իրանի հետ եւ մշտապես Միացյալ Նահանգների հովանավորություն ունի, այսինքն դիմանալն իսկ ըստ էության Իրանի համար Իսկ ինչ է նշանակում դիմանալ, այսինքն պահպանել պետության կենսունակությունը,
պահպանել պետության եւ կարգը, նաև կարգը, որովհետև տեսեք, եթե Աստված մի արասը կառավարման կարգը Իրանում տապալվի, ապա մենք չենք կարող դրա հետևանքները նույնիսկ այդ հետևանքները չեն կարողանում հաշվարկել Միացյալ Նահանգների այս պատերազմը սանձազերծած կողմի ըստ էության զանազան ինստիտուտներ եւ մի քանի սցենարներ են առաջ քաշում, որոնց մեջ կա նաև ողբերգական սցենարներ իմիջիայլոց։ Տեսեք, արդեն իսկ կա նոր Այաթոլլա Ալի Խամենեի որդին Մոջթաբա, ճիշտ ասացի անունը, Մոջթաբա Խամենեի, եւ այստեղ մի հատ լուրջ քննադատություն կա այս ընտրության ուղղությամբ, նաև հենց համակարգի ներսից, որովհետև ինչ են ասում, մենք պայքարում էինք հեղափոխականներս շահի դեմ, միապետության դեմ, որտեղ իշխանությունը ժառանգական էր, եւ հիմա փաստորեն իսլամական հանրապետությունում իշխանությունը դառնում է ժառանգական եւ փոխանցվում է հորից որդուն։ Նման խոսույթ կա, անշուշտ կա, եւ նաեւ Իրանի ներսում էլ կա սա։ Բայց մի շատ կարևոր առանձնահատկություն ունի շահական համակարգի պարագան։ Այս պարագայում ոչ թե զոհված Այաթոլլա Ալի Խամենեին նշանակում իր հաջորդին, իսկ շահական համակարգում այդպես է կամ ավտոմատ ժառանգում է թագաժառանգը այդ թագը գահը եւ այլն, այլ կրկին գործ ունենք ընտրության հետ։ Եվ այդ ընտրությունը տեղի ունեցավ։ Դա արդար ընտրություն է։ Տեսեք, թե ուղղակի ձև չունի, որովհետև Մոջթաբան շատ ազդեցիկ էր։ Մի բան ասեմ, կան բազմաթիվ ստվերային կառավարիչներ երկրի։ Խորքային պետության ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր Մոջթաբա Խամենեին, բացի դա, ըստ էության, տեսեք, սա նաև որոշակի ուղերձներ պարունակող հանգամանք է։ Միացյալ Նահանգների նախագահը պարբերաբար, գիտեք, վերջին օրերին ասում էր, չէ, պետք է ինձ հետ համաձայնեցվի Իրանի ինքը չէր պատկերացնում Գերագույն հոգևոր առաջնորդի ինստիտուտը նախագահ էր ասում, Իրանի նախագահ, Իրանը նախագահ ունի Փեզեշքյանը, եւ կամ ես պետք է, ինչպես ասում են, իմ թույլատրությունը տամ այն մարդուն, ով որ լինելու է նման պաշտոնում։ Հիմա իրանցիները ինչ արեցին։ Եվ հայտարարում էր, որ այս հոգևոր առաջնորդը չպետք է լինի։ Իրանցիները արեցին բոլորովին հակառակը։ Ուղերձեցին, որ ոչ մեկ նույնիսկ աշխարհի ամենահզոր պետությունը չի կարող մեզ պարտադրել տեխնացություն, նույնիսկ մենք չենք համաձայնեցնելու այդ տեխնացությունը աշխարհի թիվ 1 գերտերության հետ, նույնիսկ այն պայմաններում, երբ մեր վրա թափվում է երկնքից կրակ, եւ ըստ էության դա ցույց է նաեւ իրանական պետական ավանդույթի, Իրանի համար, իրանցիների համար, ես խոսում եմ նույնիսկ միջին վիճակագրական իրանցու համար։ Միգուցե այս կամ այն քաղաքական գործչի կերպարը անկալելի չլինի, բայց շատ ավելի անանկալելի է այդ քաղաքական գործչի կերպարը, եթե նա հանդիսանում է դրածո որևէ այլ պետության կողմից։ Սա համաիրանական ընկալում է եւ այդ արժանապատվության զգացումը իրանցիներին բնորոշ է թե քաղաքական համակարգում, թե պետական համակարգում։ Պարոն Ոսկանյան, առաջարկում եմ հասկանանք Իրանի ֆենոմենը։ Տեսեք, արաբական նվաճումներ Սիրիան ընկնում է եւ ենթարկվում է արաբիզացիայի, իսլամիզացիայի։ Այո։ Եգիպտոսը նույն ճակատագիրը, Միջագետքը նույն ճակատագիրը։ Իրանում իսլամը հաղթանակ է հասնում, բայց Իրանը մնում է որպես Իրան։ Այդ ֆենոմենը, այդ գաղտնիքը ո՞րն է։ Բազմաբաղադրիչ պատասխան պետք է հնչի ձեր հարցին, որպեսզի մենք կարողանանք ամփոփել։ Ես բաղադրիչներից մի քանիսը միգուցե նշեմ, որովհետև դա հսկայական, ասեմ այսպես, նյութ է եւ հսկայական դասախոսության թեմա է առանձին։ Բաղադրիչներից առաջինը Իրանի մշակութային խորքը։ Այսինքն Իրանի աշխարհագրությունն ինքնին այնպիսին է եւ քաղաքակրթությունն այնպիսին է, որ այս երկրին տալիս է ռազմավարական խորքի հանգամանք ոչ միայն ռազմական իմաստով, այլ նաև քաղաքակրթական մշակութային իմաստով։ Այսինքն դիցուք եթե դիտարկում ենք արաբական նվաճումը Իրանի, այո, արաբները կարողացան Սասանյան Իրանը նվաճել, բայց այսօրվա Իրանի մերձ Կասպյան շրջաններ արաբները այդպես էլ չկարողացան հասնել։ Խորասան, Գիլան, նաև Խորասան հասան, Կենտրոնական Ասիա հասան, բայց Գիլան, Մազանդարան, մերձափնյա այդ տարածքները ուղղակի մուտք չեղավ եւ իրանական քաղաքակրթական, ասեմ այսպես, ժառանգականության ավանդույթը այստեղ պահպանվեց, պետականության ավանդույթը վերածնվեց, հա։ Վերածնվեց այստեղից լեզուն պարադոքսալ է, բայց փաստ, ըստ էության, եթե ֆարսը նվաճված էր, պարսքը նվաճված էր արաբների կողմից, ապա նոր պարսկերենը սկսեց զարգանալ Կենտրոնական Ասիայում եւ Խորասանում, Արևելյան Իրանում, որտեղ նա բնիկ լեզու չէր, պարսկերենի բնորանը պարսկն է, Ֆարս նահանգն է։ Դրանից հազարավոր կիլոմետրեր հեռու նոր պարսկերենը ձևավորվեց
եւ այդ լեզուն էր, որը ըստ էության ինչպես ասեմ, ձևավորեց նաեւ իրանական քաղաքական ինքնությունը այդ ժամանակահատվածում կամ քաղաքակրթական ինքնություն այդ ժամանակահատվածում, որը հնարավորություն տվեց իրանցիներին վերելք գրանցել։ Նաեւ գրականությունը դրանով ստեղծվեց։ Կարող է այս իրավիճակը մի քիչ մեր իրավիճակին նմանա, որովհետեւ երբ որ մենք էլ արդեն պետության կորցանումից հետո հասկացանք, որ ինստիտուցիոնալ մշակութային ոչնչացման կարող է գնալ, ստեղծվում է IBB-ը։ Այո, շատ նման է, տիպաբանորեն շատ նման է։ Նոր պարսկերենի հայտ գալը։ Ըստ էության նոր պարսկերենի հայտ գալը։ Միջին պարսկերենը արդեն չէր բավարարում։ Միջին պարսկերենը, քանի որ երկիրը մահմեդական էր դարձել, առնվազն մեծամասնությամբ, թեև Գիլանում, Մազանդարանում իսլամը շատ ուշ է տարածվել, բայց միջին պարսկերենը ուղղակի ասոցացվում էր զրադաշտական կրոնի հետ։ Արամեատառ էր, հա։ Արամեատառ էր եւ ասոցացվում էր զրադաշտական կրոնի հետ, բայց երկրում արդեն նոր կրոն կար, իրանցիները ընդունել էին իսլամ եւ այդ իսլամի համատեքստում նոր պարսկերենը արդեն նոր այբուբենով կամ արաբական այբուբենի հարմարեցմամբ, որովհետեւ Ղուրանը սուրբ գիրք է իսլամում, կարողացավ նվաճել այդ դիրքերը եւ ստեղծվեց գրականություն, որը կերտեց ինքնություն ոչ միայն բուն իրանցիների համար, այլև նրանց համար, ովքեր նվաճում էին Իրանը։ Ես բերեմ շատ շոշափելի, ասեմ այսպես, օրինակ ավելի պարզ ձևով։ Պատկերացնենք, մոդելավորենք մոնղոլներին Իրանում։ Մոնղոլները նվաճում են Իրանը, քանդում են քաղաքներ, ավերածություններ եւ այլն, քոչվորներ են, իրենք պետական կառավարման համակարգը չգիտեն ինչ է բյուրոկրատիան, չգիտեն ինչ է, ասենք օրինակ հարկահանությունը։ Այս ամենը մոնղոլների համար սկսում են կազմակերպել իրանցիները եւ մոնղոլ տիրակալը ի վերջո հասկանում է, որ քաղաքը ավերելու փոխարեն կարելի է այդ քաղաքը նկատի ունեք։ Այո, այդ քաղաքը խնամել եւ այդ քաղաքից հարկ ստանալ եւ այդ հարկը կարող է երբեմն լինել շատ ավելին, քան քաղաքի կողոպուտն ինքնին։ Սրան զուգահեռ այդ տիրակալը սկսում է ծանոթանալ բնականաբար Շահնամեին։ Շահնամեն Ֆիրդուսի սովորեցնում է պետությունը կառավարել կամ հերոսական պատմությունն է Իրանի։ Եվ նա իր ժառանգի անունը արդեն սկսում է դնել Շահնամեից վերցրած կերպարով, այսինքն ըստ էության զգալիորեն ինքնության առումով իրանականանում է։ Մյուս կարևոր հանգամանքը պետության կառավարման տրակտատն է կարդում, այնուհետև կարդում է Սաադիի Գոլեստանը, որտեղ պրագմատիզմը ինչպես պետք է։ Վեզիրների ինստիտուտը զուտ պարսկական երևույթ է։ Իրականում, եթե մենք ավելի լայն ասենք, բյուրոկրատիան։ Նույնը նաև խալիֆայության պարագայում էր։ Դա Աբբասյան խալիֆայությունը մինչև թուրքերի գերակայությունը իրանք էին։ Բնականաբար բյուրոկրատիան իրանական բյուրոկրատիա էր, բարմաքյաններն էին այդ վեզիրի պաշտոնը զբաղեցնում, բազմաթիվ ասեմ այսպես մանրուքներ կան, դրանց չանդրադառնանք, բայց գալով իմ խոսքին ռազմավարական խորք նաև քաղաքակրթական իմաստով լեզու, պարսկերեն, որի հիման վրա ստեղծվում է գրականություն, որը դաստիարակչական գրականություն է նաև, ճոխ գրականություն եւ բյուրոկրատիա, որը թույլ չի տալիս Իրանի նվաճողին, ասեմ այսպես, դուրս գալ պետական կառավարման իրանական մոդելից եւ այդ մոդելը ըստ էության պարտադրում է նրանց։ Այնուհետև պարբերաբար տեղի են ունենում նաև ռազմական գերակայության դեպքեր, գիտեք, դեյլամցիները հետիսլամական Իրանում դուրս են գալիս Դեյլամանից, նվաճում են նույնիսկ Բաղդադը եւ Բաղդադի խալիֆները դեյլամցիների տիրապետության օրոք, թեև նոմինալ խալիֆներ էին, բայց ըստ էության խամաճիկներ էին դեյլամցի զորահրամանատարների ձեռքին։ Եվ այդ դեյլամական դոմինացիան, որը ընկած է Իրանի իսլամական նվաճման եւ թյուրքական նվաճման այդ միջակայքում, Մինորսկին շատ գեղեցիկ երաժշտական տերմինով կոչվում է ինտերմեցո, դադար, իրանականության դադար, որը նույնպես ձևավորում է բազմաթիվ, ասեմ այսպես, հեռագնա մշակութային, քաղաքական, նաև լեզվական երևույթներ, որոնցից մեկը այսօրվա զազաներն են, դլմիկներն են Թուրքիայի տարածքում ներկայիս։ Հասկացա։ Եթե նայենք միջին պարսկերն, համարը շատ քիչ բան է պահպանվել։ Գիտենք, որ եղել են այդպես վարչական տեքստեր, խվադային նամակը, հա։ Հին պարսկերենի դեպքում կարող ենք ասել, որ շատ սահմանափակ կորպուս ունեն։ Հա, այդ նոր պարսկերենի բումը ինչով է պայմանավորված, որ այդպես սկսում են պատմություններ գրել, ժամանակագրություններ, պոեզիա, ինչից սկսեց այդ ամեն ինչ, որովհետեւ հետաքրքիր հարց է, միջին պարսկերենը ունի, չնայած գիտեք, ոչ բոլոր գրական, ասեմ այսպես, երկերն են մեզ հասել, բայց ակնհայտ է, որ դիցուկ պոեզիայի առումով միջին պարսկերենը համեմատել նոր պարսկերենի հետ անշնորհակալ գործ է։ Միջին պարսկերենը շատ աղքատիկ կլինի։ Միջին պարսկերենի գրողները։ Դա էլ հետաքրքիր հարց է։ Ըստ էության կարծում եմ, որ կա խոշոր տարբերություն հնդիրանական աշխարհի եւ հունահռոմեական աշխարհի միջեւ, որովհետեւ հնդիրանական աշխարհում առաջնայինը առասպելն էր,
հունա-հռոմեական աշխարհում առաջնայինը պատմությունն էր, իստորիան էր։ Եվ սա շատ կարևոր է նաև կրոնական իմաստով։ Գիտեք, զրադաշտականությունը բանավոր կրոն էր, գրի չէր առնվում, մինչև Սասանյանները փոխանցվում էր Բերնեբերան հոգևորականության կողմից։ Դե ճշգրտող հարց տամ։ Քրիստոնեությունը մտել էր Իրան։ Չէ, քրիստոնեությունը հայերին դարձած պատմություն գրող, կարող ենք ասել իսլամը իրանցիներին դարձած պատմություն։ Ինչ որ առումով կարելի է այդպես կոչել, հավանաբար այդպես է եղել, վստահաբար չեմ պնդի, բայց ակնհայտ է մենք ունենք աշխարհագրական երկեր միջին պարսկերենով գրված որոշ պատմական ասել։ Այդ խվադային համակի արաբերեն թարգմանությունները այտենց չեն հասել։ Շահրիստանի հայը Էրանը ունենք եւ Էրան շահրը ունենք եւ այլն, Իրանի նահանգները, Իրանի քաղաքները եւ այլն, բայց այսպիսի ճոխ բնականաբար նաև պատմական գրականություն Իրանում մենք տեսնում ենք նոր պարսկերենի ժամանակահատված։ Ինչա փոխվում։ Ընդ որում ուշագրավ մի բան էլ կա։ Արաբագիր շատ հեղինակներ ծագումով իրանցիներ էին։ Ասենք օրինակ Թաբարին, Թաբարեստանը նույն Մազանդարանն է, սերում էր այնտեղից եւ չնայած գրում էր արաբերեն, բայց պարսկախոս էր։ Իստախրին նույնպես իրանական, Իստախրը Սասանյանների կենտրոնն էր կամ Ստահը։ Հայտնի արևելագետներ կան, որ պնդում է, որ արաբներին պատմություն գրել սովորեցրել են պարսիկները, հա? Չեմ կարող նման համարձակությամբ պնդել, բայց ակնհայտ է, որ արաբների պատմագրության վրա, արաբական պատմագրության վրա ազդել է նաև սիրիական ավանդույթը, սա չեն կարող լրտել նաև հունական ավանդույթը, բայց պետք է արձանագրենք, որ գրականության այս հսկայական զարգացումը տեղի ունենում նոր պարսկերենի ժամանակահատվածում։ Նոր պարսկերենը ըստ էության ստանում է շատ կարևոր գործառույթ ամբողջ այն ժամանակվա մուսուլմանական մահմեդական աշխարհում։ Եթե արաբերենը կրոնի լեզու էր, ապա նոր պարսկերենը գործավարության լեզու էր, նոր պարսկերենը գրականության լեզու էր, նոր պարսկերենը իմ նշած բյուրոկրատիայի լեզուն էր եւ նոր պարսկերենը այն լեզուն էր, որը պարտադիր էր իմանալ իրանական եւ իրանական աշխարհից դուրս բոլոր տիրակալների համար, անկախ նրանից դրանք կլինեին սելջուկները, կլինեին մոնղոլները, կլինեին մոնղոլների ժառանգ Թիմուրյաններից սերող մեծ մողոլները Հնդկաստանում, թե որտեղ։ Գիտեք, Հնդկաստանում մեծ մողոլների կայսրության լեզուն պարսկերենն էր։ Օսմանյան կայսրության լեզուն մինչև որոշ ժամանակահատված նույնպես պարսկերենն էր, գրագրությունը կա պարադոքսալ պատմական փաստ։ Շահ Իսմայիլը Օսմանյան սուլթանին գրում էր թուրքերենով, սուլթանը պատասխանում էր պարսկերենով եւ հետաքրքիր երևույթ, այսինքն պարսկերենը եղել է լեզվաբանական եզրույթով, եթե փորձեմ ասել, երկու կարգավիճակ ունեցող լեզու։ Մեկը կոյն է, վեր բարբառային ստանդարտ, ինչպիսին այսօրվա մեր գրական հայրենն է, այն հայրենը, որով մենք խոսում ենք։ Այոնը հիմնված է արարատյան բարբառի վրա, բայց արարատյան բարբառից վեր է կանգնած, չգիտեմ, մյուս բոլոր հայրենի բարբառ։ Մեկ կոյն էր, մեկը lingua franca, միջ էթնիկական հաղորդակցության լեզու, միջազգային լեզու։ Պայմանականորեն սողդիացին, մողոլը, սելջուկը, պարսիկը, չգիտեմ, օսմանցին միմյանց հետ գրագրություն էին իրականացնում այս լեզվով, այսինքն մոտավորապես այնպես, ինչպես հիմա անգլերենն է այդ գործառույթը իրականացնում։ Այդ պարսկերենի ֆենոմենն էլ է հետաքրքիր։ Ոնց այդ լեզուն կարողացել այդքան կայսրություններ նվաճել։ Տեսեք, սելջուկ թուրքերը դառնում են դրացելի պարսկախոս, Հնդկաստանի մեծ մոգոլները, Իլխանության մոնղոլները, ակկոյունները, չգիտեմ, Լենգ Թեմուրի ամբողջ պատմագրությունը լի պարսկերենն է, խորհրդաշահերը, որոնք այդ լեզուն ոնց է նվաճում այդ մեծ տարածքները։ Դու եթե պատկերացնենք այն ժամանակվա մերձավոր արևելքը, կենտրոնական Ասիան, դու չէիր կարող հաջողության հասնել, եթե դու պարսկերեն չգիտեիր։ Մոտավորապես այդպես էր իրավիճակը, այսինքն միգուցե պարսկերենը քո մայրենի լեզուն չէ, բայց դա շատ կարևոր լեզու է եւ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ պարսկերենը օգտագործվում է ոչ պարսկախոսների կողմից գրականություն նաեւ ստեղծելու։ Ստեղծվել է որոշակի ստանդարտ, որը համամահմեդական բնույթ ունի, Բալկաններից սկսած կամ Անդալուսիայից, որը արաբական նվաճման տակ էր, մինչև Հնդկաստան, Կենտրոնական Ասիա, Չինաստանի այսօրվա հյուսիս, Սինցյան նահանգ, որտեղ նույնպես ստեղծվում է պարսկերենով գրականություն, մինչև արաբական թերակղզի եւ այլուր։ Վերջերս մի գիրք էի կարդում, պարսկական պատմագրության մասին Միշնադեյան,
այդ հեղինակը ասում էր, այս սա երևում է, որ, չգիտեմ, Խորասանում կրթություն չի ստացել, աղքատի կա, գրում, վարտագրում, հա։ Ոճեր կար, 3 հիմնական ոճ են զանազանում իրանցի գրականագետները, այսպես կոչված խորասանյան ոճը, որը ավելի պարզ ոճ էր, ավելի պարզ ոճ էր եւ ավելի պակաս հասկանալի այսօրվա պարսկերենով խոսողի համար Իրանում, որովհետեւ կենտրոնական Ասիայի որոշակի, ասեմ այսպես, բառապաշարային միավորներ կան, որոնք ժամանակակից Իրանում անհասկանալի են, եթե չունես բնականաբար կրթություն գրականության ոլորտում եւ այլն։ Հետո իրաքյան ոճը կա, Իրաք հասելով նկատի ունեին ոչ միայն այսօրվա Իրաքի տարածքը, այլ մոտավորապես Իրանի արևմուտքը եւ այսօրվա Իրաքի տարածքը, իրաքյան ոճը, հետո հնդկական ոճը, որը շատ ավելի ճոռոմաբան ոճ էր։ Մեծ մողոլների ժամանակ Հնդկաստանում, բայց ոչ միայն Հնդկաստանում, Իրանում ամենուր էլ ստեղծում էր, այդ 3 ոճերը առանձնացնում են, ոմանք առանձնացնում են այս ոճերի շրջանակում այսպես կոչված Շիրվանյան դպրոցը կամ Շիրվանյան ոճը, որը այսօրվա Ադրբեջան կոչվող այդ արհեստացին պետության տարածքն է, որովհետև այնտեղ էլ մենք ունենք պարսկախոսություն եւ պարսկախոսությունը շատ տարածված երևույթ էր մինչեւ ռուսական կայսրության նվաճումը այս տարածքների։ Տեսեք, երկրորդ աշխարհամարտից հետո Իրանում տեղի ունեցավ հեղաշրջում եւ Ռեզա Փալավին փոխարինեց որդին Մոհամմադ Ռեզա Փալավին, որը շատ ավելի պրագմատիկ գործիչ գտնվեց, քան հայրը։ Հայրը գիտենք, որ սերտոն համագործակցում էր ֆաշիստական ռեժիմների հետ, նացիստական Գերմանիայի հետ, բայց Մոհամմադ Ռեզա Փալավին շատ ավելի պրագմատիկ էր եւ դա ինչ որ շրջափուլում պետության առաջընթացի հիմքերից մեկը դարձավ։ Հիմա Ալի Խամենեի որդին որքանով կարող է պրագմատիկ լինել եւ ապահովել երկրի անցումը շիգնաժամային իրավիճակից դեպի ավելի կայուն ժամանակաշրջան, ինչի համար եմ ասում, որովհետեւ հասկացա հարցը։ Նա մարդ է, որը կորցրել է հայր, որը կորցրել է կնոջը, զավակին, մորը եւ ո՞նց է լինելու պրագմատիկ։ Իսկ գիտենք, որ Իրանի ղեկավար լինելու համար պետք է լինել նաեւ պրագմատիկ, հավատարիմ մնալով այն ավանդույթին, որ կա արևելքում Իրանում։ Ակնհայտորեն, ասեմ այսպես, այդ վրեժի ինստիտուտը բնականաբար ազդելու է քաղաքական գործչի կերպարի վրա։ Ոնց է բանակցելու։ Հիմա այլ խնդիր է, որ արդյոք դիմացի կողմը նպատակ է դրել Իրանի հետ բանակցելու, բոլորը հասկացել են, որ նման նպատակ չկա։ Նպատակը երկու կողմերի միջև միգուցե տարբերություններ լինեն, բայց գլոբալ իմաստով նպատակը Իրանի կազմաքանդումն է։ Այս կազմաքանդման համար բանակցելը ոչ մի իրանցի, ասեմ այսպես, իրեն հարգող պաշտոնյան նման բանակցություն չի վարի, իր պետությունը կազմաքանդելու մասին բանակցություն, իր պետությունը զինաթափելու մասին բանակցություն վարելը կհամարվի արժանապատվությունից ցածր հանգամանք։ Եվ ի վերջո, եթե իրավիճակը հասնում է մի դրության, երբ քեզ ուղղակի մղում են անկյուն, ասում են կամ պետք է զինաթափվես եւ դրանից հետո մենք կկազմաքանդենք քեզ, կամ միևնույն է, պատերազմով էլ մենք քեզ կկազմաքանդենք, միգուցե ավելի պրագմատիկ է պատերազմելը։ Իսկ եթե չստացվի այդ պատերազմում հասնել այն իրենց համար ցանկալի արդյունքին, որը Իրանի կազմաքանդում չեն հասնում արդյունքի, ռազմական ներուժի մեծ մասը ոչնչացրել են, նավատորմը խորտակել են։ Ասեմ մի բան, իրանական այսօրվա Իսլամական Հանրապետության նավատորմ ասվածը ասեմ այսպես շատ մեծ հարցականի տակ է արդյոք կա։ Ես հասկանում եմ կա պորոտախոսություն, պատերազմական ռետորաբանություն եւ այլն, ընդ որում կա երկու կողմերում էլ, երեք կողմերում էլ։ Բնական է։ Ես շատ կուզենայի լսել, որ իրենք կարողացել են, ասենք օրինակ, ոչնչացնել իրանական մակույկները, այդ փոքր ռազմանավերը, որոնք կայծերները, հա։ Այսպես կոչված, այո, այդ հրթիռակիր, որոնք նախատեսված են Պարսից ծոցը պաշտպանելու համար եւ մի հարց էլ կա, եթե այդ նավատորմը չկա, անշուշտ խորտակել են նավերը, բայց դրանք են ամենակարևորը, Իրանի ռազմավարությունը ծովում։ Դե Իրանի ինչ մեծ նավ կրայսեր չէր կարող։ Մեղվի Պարսի ռազմավարությունը, երբ խոշոր ավիակիրը կշրջապատեն այդ փոքր մակույկներով, համեմատաբար փոքր արագընթաց մակույկներով եւ վնասներ կհասցնեն։ Պարսից ծոց որևէ մեկը չի մտել, չէ՞, եւ չանել համարձակվում առայժմ մտնել։ Հիմա ինչ վերաբերում է ոչնչացրել ենք Իրանի օդուժը, բոլորը գիտեն, չէ, Իրանի օդուժը բաղկացած էր շատ մեղմ ասած հնացած օդանավերի պարկից, նույնիսկ այն ամերիկյան, չգիտեմ, 60-ական թվականների։ Այսինքն Իրանը որպես խայծ առաջաշփրտում է հին տեխնիկան, նաև հրթիռները, եթե նկատեք, առաջի հրթիռների ալիքը հին հրթիռային ալիք էր, որը ստիպումը ծանրաբեռնումը եւ ստիպումը հակառակորդի հոփ համակարգերին
օգտագործել իր ունեցած թանկարժեք հակահրթիռային համակարգերը, դրան զուգահեռ հարվածներ են հասցվում ռադարային համակարգերին եւ վաղ նախազգուշացման համակարգերը սկսում են խնդրել ժամանակակից հրթիռները եկան պատրաստի 7-րդ 8-րդ օրերից, չէ՞։ Եվ այսօր նաեւ դա հիմա ես չեմ կարող ասել ինչքան Իրանը ունի հրթիռների պաշար, ինչքան ունի Միացյալ Նահանգները, Իսրայելը հակահրթիռային համակարգերի պաշար, ակնհայտ է, որ ուժերի հավասարության մասին կամ գոնե մոտավոր հավասարության մասին խոսք լինել անգամ չի կարող։ Կրկնեմ, ամենաթանկ, ամենալավ սպառազինված, ամենահզոր տնտեսապես պետության բանակն է, բայց ինչ է նշանակում հաղթանակ Միացյալ Նահանգների համար։ Ռեժիմի տապալում։ Ռեժիմի տապալում, չէ՞։ Հիմա կա նման բան չկա, հետեւաբար առայժմ հաղթանակ չկա, ընդ որում սցենարը հետեւյալն էր։ Կսպանենք առաջին դեպքին, կունենանք պայմանականորեն Վենեսուելա, դա չէ։ Այդքան նայվ են Վաշինգտոնում։ Դե կարծում եմ երևի այդ սցենարն էլ մտածել էին, չէ։ Հաջորդը այդ սցենարը չեղավ պլան B։ Քրդերին կփորձենք ներքաշել պատերազմի մեջ, ստանալ գոնե առնվազն փոքրիկ պլացդարմ, ինչպիսին ստացան Սիրիայում, քրդաբնակ շրջաններում եւ Իդլիբում, Սուննի ծայրահեղականների, հետո աստիճանաբար գործընթացը կանենք։ Հիմա դա էլ տապալվեց, չգիտեմ։ Իրենք ամերիկյան վերլուծաբանները նաև կոնգրեսի դեմոկրատական թևը քննադատում են Թրամփին, որ նա չունի ընդհանրապես պատերազմի ռազմավարություն եւ նաև որն ամենավատն է, չունի պատերազմից ելքի։ Չգիտեմ որքանով է հաստատված, բայց լրահոսում հայտնվեց այդ տեղեկությունը, որ քրդերը հրաժարվում են օգտագործվել հերթական անգամ։ Պրոբլեմ առաջացավ, Իրաքյան Քրդստանի ղեկավարները երկու հիմնական կուսակցությունները, Բարզանին եւ Թալիբանին, չեն ցանկանա իրենց այդ գոնե համեմատական կայուն իրավիճակը պայմանական ասեմ Էրբիլը ինչ որ առումով ցկտում են դարձնել Դուբայի 2 լավ ավելի պակաս հնարավորություններով դա կորցնելու վտանգը մի կողմից կա որովհետև իրանական հարվածները երկրորդը Իրանից սերող քրդական կուսակցությունների զինված ջոկատներին հուշկու հարված հասցրեցին թե իրանական կողմից հարված տեղի ունեցավ թե Իրաքում պրոիրանական ուժերի կողմից այսինքն ըստ էության դա էլ փոխվեց եւ Տրամփի խոսույթի հակասականությունն էլ է հետաքրքիր ինքը 2-3 օր առաջ ասում էր որ եթե քրդերը նախաձեռնեն ցամաքային հարձակում ես կհովանավորեմ նրանց 3 նա պնդում էր որ կարիք չկա որ քրդերը եւ քրդերը չպետք է նախաձեռնեն ցամաքային գործողություն որովհետեւ դա ավելի կբարթացնի պատերազմը չկա հա ոչ միայն հետևողականություն չկա, ես կարծում եմ իրավիճակը փոխվում է հողի վրա եւ ըստ այդ իրավիճակի են նաեւ հայտարարությունները, բայց այն որ հետևողականություն չկա, պարզ է ի սկզբանե։ Ադրբեջանը մինչև ռուսական նվաճումը իրանական աշխարհի մի մասնիկն էր։ Ես բերեմ պատկերավոր օրինակ, մի պահ պատկերացրեք, չեմ էլ ուզում անունը տալ, բայց ստիպված ենք տալ։ Իլհամ Ալիևը 1828-ի Թուրքմենչայի պայմանագրի չլինելու պարագայում մոդելավորենք պատմությունը եթե չլիներ Իլհամ Ալիևը կլիներ մոտավորապես այնպիսին ինչպիսին Փեզեշքյանն Իրանի նախագահն այսինքն միգուցե իր մայրենի լեզուն լիներ թուրքերենը բայց ինքը իրեն կգիտակցեր բացառապես որպես ճշտող հարստան այսինքն ռուսական նվաճումը այո Ադրբեջանին կտրել է իրական աշխարհից եւ այստեղ ներմուծել է ազգային պետության այդ եվրոպական լուսավորական գաղափարները, հա։ Տեսեք, երբ կայսրությունը նվաճում է մի տարածք։ Որտեղ արդեն 19-րդ դարի վերջում Ադրբեջանում մի այտ է գալիս այդ Տեսեք, դուք կայսրություն եք, նվաճել եք տարածք, այդ տարածքի բնակչությունը շիա է, մեծամասնությամբ, սուննիներ էլ կան հյուսիսում, բայց մեծամասնությունը շիա է։ Այդ տարածքի բնակչությունը անկախ նրանից թյուրքալեզու է, պարսկալեզու է, թե այլ լեզվով է խոսում, բացառությամբ հայերի պարսկերենն է դիտարկում որպես իր գրական լեզու, այդ տարածքի բնակչությունը իրեն հոգեբանորեն, հոգևոր առումով, աշխարհայացքի առումով նույնացնում է մնացյալ Իրանի հետ։ Հիմա դա քո համար վտանգ է անշուշտ, չէ՞։ Դու ֆիզիկապես տարածքին տիրապետում ես, բայց հոգևոր առումով այդ տարածքը իրեն գիտակցում է դեռևս Իրան։ Հետևաբար ինչ է տեղի ունենում ուսումնասիրված գործընթացը։ Ռուսական կայսրությունը խթանում է թյուրքախոսությունը այստեղ։ Բայց այդ թուրքախոսության խթանումը ի վերջո դառնում է խնդրահարույց նաև ռուսական կայսրության համար, որովհետև Օսմանյան կայսրության այդ պատերազմների ժամանակ թյուրքախոսության հիման վրա իրեն Իրանից առանձնացնող բնակչությունը սկսում են նույնականացնել ինչ որ առումով օսմանցիների հետ եւ խնդիր է առաջացնում, բայց գործընթացը դառնում է անդառնալի։ Ոստի մենք տեսնում ենք, որ հետագայում էլ այդ գործընթացը խորանում է 1918-ին այստեղ Օսմանյան սովետների հիման վրա հանրապետության ստեղծումից եւ դրանից հետո Ադրբեջանի հետ կապված հայերի թեման է ակտուալ դարձել։ Մենք կարող ենք ասել, որ քրիստոնեության ընդունումը մեզ բաժանեց
իրանական աշխարհից։ Եվ եթե մենք քրիստոնյա չդառնայինք, տարալուծվեինք իրանական աշխարհում, չեմ կարող վստահաբար պնդել, բայց ակնհայտ է, որ քրիստոնեության ընդունումը եւ հատկապես Քաղկեդոնի ժողովից հետո կայացված որոշումը կարծում եմ շատ կարեւոր նշանակություն ուներ մեր ինքնության պահպանության հարցում որպես առանձին էթնիկական միավոր, որպես տարանջատվում ենք իրանական աշխարհից։ Տարանջատվում ենք իրանական աշխարհից, մյուս կողմից տարանջատվում ենք հունահռոմեական, ասեմ այսպես, աշխարհից, բայց այս հարցին կպատասխանի հայագետը ճշգրտությամբ, ես դիլետանտական մտքեր եմ արտահայտում։ Կարող է քրիստոնեության ընդունումով եւ սահմանի անցկացումով իրանական աշխարհի եւ մեր միջև լիքը բան կորցրել ենք մենք։ Չգիտեմ, բայց ժամանակներն այնպիսին էին, որ հիմա եթեներով ենք եթե խոսում, եթե իսլամը չհայտնվեր, ապա Իրանը անպայմանորեն կդառնար քրիստոնյա։ Մենք գիտենք, որ արդեն հյուսիսային Իրանում, հյուսիսարևմտյան Իրանում թեմեր կային, եթե չեմ սխալվում, 21 եպիսկոպոսների մասին է խոսքը, իսկ յուրաքանչյուր եպիսկոպոս մի թեմ է, քրիստոնեությունը շատ էր տարածվում եւ քրիստոնեությունը դարձել էր հիմնական մրցակիցը զրադաշտականության։ Ոչ միայն քրիստոնեությունը, մանիքեականությունն էլ, հետո Մազդակյանների շարժումը եւ այլն, բայց քրիստոնեությունը լուրջ մրցակից է։ Զրադաշտականությունն էլ կենսունակ չէ։ Զրադաշտականությունը, գիտեք, իսլամի գալը ցույց տվեց, որ զրադաշտականությունը ըստ էության կորցրել էր իր պրագմատիկ կենսունակությունը, սոցիալական տնտեսական մարտահրավերներին չէր պատասխանում։ Նախ դա երկրորդը այնքան էր կրոնի տարբեր նորմերը այնքան էին բարդացել, որ ուղղահավատ զրադաշտական լինելը շատ դժվար էր։ Եվ ունիվերսալ ավելի հեշտ էր լինել ուղղահավատ մահմեդական, քան ուղղահավատ հատկապես վաղ իսլամի շրջանում, քան ուղղահավատ զրադաշտական, բայց իրանցիները ունեն իրենց յուրահատկությունը։ 12 իմամական շիայականությունը նույնպես շատ ավելի բարդ իսլամ է, այսպես ասեմ, հասկանալի լեզվով, քան դիցուք սուննիական իսլամը։ Այսինքն ինքն էլ ունի շատ բարդ կարգավորումներ, շատ հետաքրքիր նյուանսներ, բայց այս առումով, այսինքն իրանցիները բերեմ տիպաբանորեն, եթե մենք քրիստոնեությունը ինչ որ առումով հայկականացրեցինք, իրանցիները ինչ որ առումով իսլամը իրանականացրեցին։ Բայց շիականությունը ամենևին Շահ Իսմայիլի ժամանակվանից է ծագել։ Շիայականությունը եղել է տարբեր հոսանքներ եղել են, բայց շիայականության այս ուղղությունը 12 իմամական ուղղությունը։ Բայց իրանցիները մի շիա չեն եղել։ Ոչ, Շահ Իսմայիլից առաջ Իրանի խոշոր հատվածը սուննի մահմեդականներ են։ Պարադոքսալ դեպքեր էլ ունենք, հատկապես կենտրոնական Ասիայում, որովհետև իսլամի ընդունումը իրանցիների համար ուներ նաև մեկ այլ կարևոր նշանակություն։ Արաբական նվաճումների հետևանքով իրանցիները համարվում էին ավելի ցածր դասի թողներվի ինձ ասել ժողովուրդ, քան արաբներն էին։ Հատուկ եզրույթ կա նույնիսկ արաբերենում կոչվում է թահղիր, քամահրական, քամահրանքի արժանի ժողովուրդ։ Իրանցիների անվանումը արաբերենում աջամ նշանակում է արաբերեն վատ խոսող, թլված լեզվով խոսող, առոգանությամբ արաբերեն խոսող եւ ունի քամահրական նշանակություն։ Իրանցիները այնուհետև հասնում են հավասարության, նույնպես եզրույթ կա թասավի, արաբապարսկական եզրույթ է, եւ հասնում են գերակայության, դոմինացիայի, թավզիլ պարսկերեն, թավդիլ արաբերեն։ Դեյլամցիների ժամանակ իրանցիները ոչ միայն հավասարվել էին, այլ նաեւ գերակայել էին քաղաքական իմաստով արաբներին, եւ սա էլ Իրանի յուրահատկություններից մեկն է։ Այսինքն նվաճում ես Իրանը, դու նվաճում ես Իրանը, իրանցիները որոշ ժամանակ գտնվում են ստորադաս վիճակում, այնուհետև հավասարվում են, այնուհետև գերակայում են։ Հետաքրքիր, մի փոքր շիականության մասին խոսենք, համեմատեցիք, ասացիք, որ նմանություններ կան զրադաշտականության հետ։ Ինչ նմանություն։ Տեսեք, ինչպես եթե պատկերավոր ասեմ, հին աստվածները չեն մեռնում։ Ահա։ Հայտնի խոսք է, չէ՞։ Մենք ժողովրդական կրոնի ունենք երկու տեսակ՝ ուղղադավան տեսակը, դոգմատիկ տեսակը եւ ունենք ժողովրդական կրոնը։ Լավ, ինչպես կա ժողովրդական քրիստոնեություն, այնպես էլ կա ժողովրդական իսլամ, կա ժողովրդական շիայականություն։ Տեսեք, երբ դիցուք հայ տատիկը հիմա չգիտեմ անում են թե չէ, լողացնելուց իր թորանը լողացնելուց ջուրը լցնելուց առաջ ասում էր Իսոս քեզ Քրիստոս, դա ժողովրդական իսլամի դրսևորում է։ Եվ ունի արմատներ, որտեղ ջուրը լցնելը վտանգավոր է, չգիտեմ, կարող է երեխան խեղդվի, զանազան ժողովրդական սնոտի ապաշտական հավատալիքներ կան, տարբեր, չգիտեմ, չարքեր կան եւ այլն եւ այլն։ Նույնը նաեւ իրանական իսլամի մեջ է։ Եթե պատկերավոր ասեմ, դոգմատիկ իսլամում Մարիամ Աստվածածինն էլ կա իմիջիալոս դոգմատիկ իսլամում, շատ հարգված է։ Դոգմատիկ իսլամում Ֆաթիման եւ
դոգմատիկ քրիստոնեության մեջ, ուղղադավան քրիստոնեության մեջ Մարիամ Աստվածածինը Հայաստանում Սուրբ Մարիամին ժողովրդական կրոնում, կրկնում եմ, ենթագիտակցաբար այդ հայ տատիկը նույնացնում է Անահիտի հետ եւ շիայական իսլամում ժողովրդական կրոնում, կրկնում եմ, նույնացնում է Ֆաթիմայի հետ։ Ֆաթիմա աղջիկը, Այսինքն իրականում եթե մենք նայում ենք ծեսերում շատ նմանություններ կան, բազմաթիվ նմանություններ կան, բայց սա միայն ժողովրդական հատվածում։ Հետևաբար, ինչպես ցանկացած կրոնի պարագայում, իսլամն էլ Իրանում իր ժողովրդական մակարդակում ունի բազմաթիվ տարեր հին կրոնից։ Այսինքն զրադաշտականությունից։ Մեր պարագայում էլ մինչ քրիստոնեական մեր կրոնական հավատալիքները մտնում են, գիտենք, Տիառն Թառաջն է, Վարդավառն է, անշուշտ սա ուղղադավան եկեղեցին, սա չի կարող ընդունել եւ դա նորմալ է, որ չի ընդունում։ Բայց հետազոտողը դա նկատում է։ Լևոր Ալի Խամենեին չէր սպանվել, մինչև պատերազմը հրապարակային է տոնական միջոցառումներից մի քիչ ժամանակ հին ժողովրդական իրանական երգ էին երգում։ Իրանի նվիրված հայրենասիրական երգեր եւ մենք բազմաթիվ տեսակ։ Բայց կրոնական ծեսի ժամանակ դա նորություն էր, չէ՞ որ տես բանան։ Իրականում այդ բնույթի աշխարհիկ բնույթի երգ երգել է, բայց հայրենասիրական ասեմ այսպես նկատառում կար եւ բազմաթիվ այսպիսի դեպքեր կան։ Իմամզադեների ինստիտուտը շիայական իսլամում, որևէ նույնն է, ինչ որ ասենք օրինակ մեզ համար ուխտատեղիներ ունենք, չէ՞։ Հաճախ ասում են փիրեր արևելյան հայոց շրջանում, ասենք օրինակ, չգիտեմ, Շամախի, Գանձակ, ասում են փիրեր դրան սուրբ են ասում, չէ՞։ Ինչ որ քար է, ինչ որ պաշտամունքի տեղ է եւ այլն ծակ քար են ասում, չգիտեմ, կապույտ խաչ են ասում, որ իբր կապույտ հազնաբուժում։ Հին իրանական կրոնների ատրիբուտները։ Չէ, հին կրոնի արձագանքներն են նոր կրոնի մեջ, երբ գնում են ծառերից կապում են ինչ որ քրիստոնեության մեջ չկա չէ նման ավանդույթ, բայց միևնույնն է դա անում են եւ դա անում են քրիստոնեական սրբին դուր գալու համար, հիվանդություն այդտեղ թողնելու համար, նույնն էլ այնտեղ է, հետեւաբար ժողովրդական կրոնը գոյություն ունի եւ գոյություն ունի դրա ուղղադավան կամ ասեմ այսպես եկեղեցական տարբերակը, չգիտեմ եզրույթները որքանով են ճիշտ իրական։ Շիականությունը։ Միշտ նայում ես որ սունիներին, պարոն Ոսկոյան, ուրախ են ավելի թեթև են աշխարհին նայում։ Շիականությունը բավականին տխուր, դեպրեսիվ կրոնական ուղղություն է, որտեղ կենտրոնական դերազբաղեցնում է նահատակության գաղափարը։ Ալի, Հուսեյնի նահատակություն, չգիտեմ, այդ Աշուրատոնը, ինքնավնասումը, անդադ այդ ողբը, սև գույները, տխուր է շիականությունը։ Ոնց է ապրեսնում այդ մշակույթը, այդ նահատակության հիման վրա խարսխված կրոնը։ Մշակութաբանը կամ հոգեբանը կկարողանա դա ավելի լավ բացատրել, բայց եթե մենք փորձում ենք նահատակության վրա հիմնված կրոնական ուսմունքի օրինակ բերել, ապա մեր կրոնը շատ ավելի հզոր է։ Մեր Աստվածը գնում նահատակության եւ վերածննդի հարության։ Եթե այնտեղ իմամն է, մեր պարագայում Աստծո որդի Աստվածն է։ Օրինակ մենք էլ ենք աշխարհին շատ թեթև նայում կաթոլիկներն էլ, բայց քրիստոնեության մեջ ուղղափառներն են դեպրեսիվ։ Դա չի նշանակում, թե իրանցիները տխուր ժողովուրդ են։ Իրանցիները երևի աշխարհի ամենաուրախ ժողովուրդներից մեկն են։ Հենց հիմա այսօրվա իրանական անեկդոտը ասեմ, մի փոքր ցրելու համար այս խիստ ասեմ, այսպես գիտական կամ գիտականամերձ մեր դատողությունները, այսօր Իրանում անեկդոտ է տարածվել, պարոն Թրամփը Խամենեիին փոխեց Խամենեիով։ Այսինքն ոչինչ չփոխեց ըստ էության։ Այդպիսի ժողովուրդ են իրանցիները եւ կա կրկնում եմ, այո, Աշուրայի այդ ծեսը կարող եք դիտել։ Իմիջիալոց Իրանում արգելված է վնասելը սեփական մարմինը, Իրանում արգելված է, բայց ասենք օրինակ Պակիստանում մենք դեռևս ականատեսն ենք դրան, Իրանում հետաքրքիր մեխանիզմ են մշակել։ Եթե ուզում ես ի նշան Իմամ Հուսեյնի նահատակության քեզ վնասել, արյուն դուրս բերել, ապա գնա եւ արյուն տուր հիվանդանոցում։ Այսինքն գնում են եւ արյուն են հանձնում հիվանդանոցում։ Դրա փոխարեն դրանով դու ավելի օգտակար կլինես։ Հետևաբար շիայական իսլամը ինչ որ առումով նաեւ ավելի, ասեմ այսպես, կարգավորումների առումով ավելի ազատ իսլամ։ Ինչ է ուզում հարցնել, ավելի առաջադիմական է։ Կարողանում են փոփոխել։ Որտեղ եթե իրավական դպրոցները նայենք, այո, փակ չեն դարպասները շիականության մեջ։ Եվ շիական մասհաբում։ Հատկապես նաև ամենակարևորը, ասենք օրինակ այդ առաջնորդության ինստիտուտը որ կա, դու կարող ես լինել այսինչ այաթոլլահի հետևորդ կամ այնինչ այաթոլլահի հետևորդ եւ նրանց բնականաբար ոչ դոգմատիկ հարցերում, բայց տարբեր այլ խնդիրներում նրանք կարող են ունենալ տարաձայնություն։ Սունի հոգեոր առաջնորդները շատ բան չեն կարող փոխել, որտեղ իրենք անդադ խարսխվում են գրվածքների վրա։
ավանդույթի վրա։ Այստեղ ավանդույթն կա։ Շիա մեծ այաթոլաները, չգիտեմ, ֆեթվայով կարող ամեն ինչ փոխեն։ Եվ այդ ֆեթվաները բավական ազդեցիկ են, իդեալից եթե հաշվի առնենք հետևորդների քանակը։ Եվ ինչի չեն փոխում բա շատ բաներ։ Տեսեք, ինչը փոխեն օրինակ։ Իրենք համարում են, տեսեք, նույնն է, եթե մենք օրինակ ասենք, որ չգիտեմ, Հռոմի Պապը ինչու այս բանը չի փոխում։ Պարբերաբար որոշակի ռեֆորմացիաներ ցանկացած կրոնական ուսմունքներում լինում են։ Եվ այդ ռեֆորմացիաները հանգեցնում են կամ տվյալ կրոնական ուսմունքի որոշակի, ասեմ այսպես, բարեփոխում կիրառեն կամ փոփոխության ավելի նեյտրալ եզրույթով, կամ դրանից ինչ որ առանձին այլ ուղղության ստեղծմանը, նույնը նաև իսլամի պարագայում է, նույնը շիայականության պարագայում է, մենք գիտենք բահայականությունը, 12 իմամական շիայականությունից դուրս եկած ուղղությունը, որը իմիջիալոց Իրանում համարվում է որպես արգելված, ասեմ այսպես, կրոնական ուսմունք։ Եվ ամեն կրոնի պարագայում էլ այդպես է։ Ըստ էության ունիվերսալ երևույթ է։ Թե հիմա որքան արագ է մի կրոնի, մի ուսմունքի պարագայում փոփոխությունը, որքան դանդաղ է մյուսի պարագայում փոփոխությունը, դա արդեն աստվածաբանները պետք է ասեն։ Շիա, հատկապես շիա աստվածաբանները կարող են բացատրել, որովհետև եթե դուք լսեք նրանց մեկնաբանությունները, դա շատ կարևոր ինստիտուտ է իմիջիալոց, սուննի աստվածաբաններն էլ են այդպես, ամենևին այնպես չէ, որ սուննի աստվածաբանը չպետք է մեկնաբանի ցանկացած խնդիր, շիայականության մեջ էլ է այդպես։ Դուք կարող եք դե հատուկ համասարան կա Կայրոյում, Ալ-Զահրան, Իրանի պարագայում էլ մենք ունենք Ղոմի ճեմարանը, ունենք Նաջաֆի ճեմարանը, ունենք շատ կարևոր կենտրոններ, Մաշհադի ճեմարանը, Քարբալա եւ այլն եւ այլն։ Հիմա ասենք օրինակ հենց երեք Այաթոլլահ Ալի Սիստանին տեղեկություն տարածվեց, որ հրովարտակ է արձակել կրոնական ֆեթվա է արձակել եւ ամենաազդեցիկ այաթոլլաներից մեկն է շիայական աշխարհում։ Ժամանակին ամենախաղաղասեր այաթոլլաներից մեկն է, որտեղ պետք է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանար 2006 թվականին։ Ընդ որում նա հիմա այդ ամենախաղաղասեր այաթոլլան ջիհադի կոչ է անում։ Ջիհադի կոչ է անում։ Դա է պարադոքսը, որովհետեւ գիտեք, Այաթոլլահ Ալի Սիստանին այդ իմ նույն նշած տարբեր այաթոլլահների միջև որոշակի տարաձայնությունների պարագայում ինքը իսլամական կամ շիայական պետության այլ մոդելի կողմնակից էր։ Ինքը կողմնակից էր, որպեսզի շիայական իսլամը պետության հետ շատ չասոցացվի, աշխարհիկ պետության կողմնակից էր ինքը։ Այո, բայց հիմա իրավիճակը հասել է այնտեղ, որ նա է արդեն կրոնական պատերազմի հրովարտակ արձակում, այսինքն ըստ էության դիտարկում է որպես վտանգ կրոնի համար։ Որտեղ 2006 թվականին կարդում էի, որ ինքը Լոնդոնից վերադառնում էր Ան-Նաջաֆ, այդ վերադարձը շատ նմանեցնում են Այաթոլլահ Խոմեյնիի վերադարձից, եւ մտածում են նույնը կարա Իրաքում լինի, քանի որ երկրում բարդակ է։ Նրա գաղափարախոսությունը տարբեր էր, այսպես ասեմ այսպես, այսօրվա Իրանի քաղաքական համակարգը, որը պարսկերենով ասում են վելայաթ ֆաղիհ, իսլամական օրենսգետի կառավարում մինչև փրկչի հայտնվելը Այաթոլլահ Ալի Սիստանի կողմից չի աջակցվում, ինքը ունի այլ դեմոկրատական պետության խնդրի։ Այդ ավելի լավ չի։ Չգիտեմ, նայած որ երկրի համար ինչպես կարող է դա աշխատել։ Համենայն դեպս Իրանի պարագայում մենք ունենք նաև ձեր նշած արևմտյան դեմոկրատիայի ինստիտուտները, նախագահ, խորհրդարան եւ այլն եւ այլն։ Բայց փրկչականության վրա հիմնված պետական համակարգը, գիտեք, փրկիչը 12-րդ իմամը, թակուցյալ իմամը, Մահդին, մինչև նրա հայտնությունը, պետությունը կառավարում է շիայական պետությունը, կառավարում է իսլամական օրենսգետը։ Մահդին երբ պետք է հայտնվի։ Դժվար է ասել, կարծում եմ որևէ մեկը չգիտի հիմա նույնն է, եթե մենք հարցնենք երբ է հայտնվելու մեր փրկիչը։ Չեմ կարծում, որ որևէ մեկը տեղյակ է։ Մահդի առասպելը, այսպես ասենք, կարող է այլ 5 կրոններից է ծագում։ Ընդհանրապես փրկչի գաղափարը, փրկչի մասին ուսմունքը զրադաշտականության մեջ է եւ կա ուսումնասիրություն։ Զրադաշտականության ազդեցությունը հուդայիզմի վրա, ընդհանրապես նեղացած, հեռացած փրկիչների ինստիտուտը առաջավոր այսայից է, էլի։ Եվ ըստ էության փրկչականության ինստիտուտը ինչպես դժոխքի եւ դրախտի գաղափարը իմիջիալոց, նույնպես զրադաշտական հին, ասեմ այսպես, հավատալիք է, որը հետո Աբրահամյան կրոններում էլ է իր արտացոլումը գտնում, բայց սա աստվածաբանական բանավեճ չէ, խնդրում եմ արձանագրենք, սա, ասեմ այսպես, գիտահետազոտական հատված է, որտեղ աստվածաբանության տիրույթում բոլորովին այլ բացատրություններ կան։ Դա հա, իհարկե, աման կրոն իր հետաքրքիր մեկնաբանություններն է տալիս։ Պատրաստում են ոչ միայն ավտոմատներով, հրթիռներով եւ ավիացիայով, կան շատ ավելի կարևոր գործոն մարդիկ, բնակչությունը, որի մի զգալի մասը ատում է այաթոլլաներին,
ատում է իսլամական հանրապետության պետական կարգը։ Տեսեք, մենք չենք կարող ասել զգալի մասն է դա, թե զգալի մասը չէ։ Ակնհայտ է, որ Իրանի ներսում կա որոշակի բնակչություն, որը չի ցանկանում իսլամական հանրապետության կառուցակարգը տեսնել որպես իր պետության տեսլական, բայց մենք տեսնում ենք, որ կա բնակչության մեկ այլ խոշոր հատված, երկուսն էլ փողոցներում իրենց ներկայությունը ցույց են տվել ըստ էության։ Հիմա ես կարծում եմ Իրանի համար ամենամեծ խնդիրը այս պատերազմից հետո եւ դրանից առաջ էլ նաեւ դա է հասարակության որոշակի հատված կա, որը այլ գաղափարներ ունի, այլ տեսլականներ ունի եւ որոշակի հատված, որը այլ գաղափարներ ունի։ Երկպառակություն չասեմ ես, բայց առնվազն որոշակի պառակտվածությունը պետք է։ Իսկ աղա Ալի Խամենեի նահատակությունը վճռական դեր ունեցավ նույնիսկ ընդդիմադիրների որոշ առումով այո, բայց նաեւ նոր հոգեվոր առաջնորդը ես կարծում եմ Աստված դա պատերազմը արագ ավարտվի եւ Իրանը մնա որպես պետություն, որպես հզոր գերտերություն տարածաշրջանային, ակնհայտ է, որ որոշակի ռեֆորմացիայի փուլ Ալի Խամենեի թռներ էս բառն օգտագործում, միտումով թռներ Մոսկվա ռեժիմը կդիմանար, չեմ կարծում եւ նա այդպիսի բան չէր անի, հասկանում չէր անի։ Մենք պետքա տարբերակում մտցնենք մարդը անկախ նրանից մենք համաձայն ենք իր գաղափարախոսության հետ, համաձայն չենք, ունի գաղափարախոսություն։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը հիմա պատերազմին, գիտեք ինչ էր ասում, ասում մենք զարմանում ենք, որովհետև այս մարդիկ կռվում են ոչ թե շահերի համար, այլ կռվում են գաղափարախոսության համար, գաղափարի համար։ Ակնարկում եք, որ Խամենեին գիտակցված է նահատակվել հենց այդ ձևով։ Նաև կարծում եմ դա էլ կարող է լինել։ Համենայն դեպս ըստ էության ակնհայտ է, որ ինքը չի թաքնվել, ինչպես ասում են, բունկերներով չի վազվզել։ Ինքը գտնվել է իր աշխատավայրում, որտեղ նաև բնակվում է, այսինքն ապրում էր այդ հատվածում եւ զոհվել է հենց այդտեղ։ Հետևաբար այս համատեքստում թերագնահատել գաղափարախոսությունը չեմ կարծում թե ճիշտ է։ Եվ այդ փաստը նրան բարձրացնում է ի համեմատություն շահի, որը փախավ եւ նաեւ այլ մերձավոր արևելքի, այլ ասեմ այսպես համակարգերի ղեկավարների, ասենք օրինակ Բաշար Ասադը, ասենք օրինակ նույն Կադդաֆին, որը ի վերջո, այո, չնայած փողոցում փախացել, բայց բռնեցին։ Այո, բռնեցին ամբողջ Սադդամ Հուսեյնը, որը թաքնվում էր եւ այլն, եւ այսինքն անհամեմատելի են։ Հետևաբար այս համատեքստում նույնպես Իրանը անհամեմատելի է։ Եվ մի բան ասեմ, ես գրեթե վստահ եմ, իրանցիների արժանապատիվ կեցվածքը նաև համակրանք է առաջացնում նրանց նկատմամբ հենց նույն թշնամու մոտ։ Միշտ այդպես է, թշնամին ամեն դեպքում կարող է համարում է քեզ թշնամի, բայց արժանապատիվ կեցվածքը, արժանապատիվ դիրքորոշումը, խիզախությունը միշտ գնահատում։ Շատերն են ապրոմակցում Իրանին, նույնիսկ Միացյալ Նահանգների ներսում շատ քաղաքական գործիչներ, լրագրողներ քննադատում են Ամերիկան էս հարձակումը, բայց այնուամենայնիվ կամ շատ կարևոր գործում, որ խանգարում է լիարժեք աջակցել Իրանին, դա իշխանության բռնություններն են ժողովրդի նկատմամբ։ Ասում են, ոնց կարա Ալի Խամենեին ապրոմակցեք 35000 մարդ է սպանել։ Նախ այդ 35000-ը ուռճացված է։ Թիվը, որը իր պաշտոնական հետաքրքիր է, չէ, ասենք 35000-ը որտեղից են վերցրել։ Իրանի արտգործնախարարը ասաց, խնդրում եմ ասեք անունները, լավ 35 չէ 10000 մարդու անուն նշեք։ Պաշտոնական տեղեկատվությունը խոսում է 3100, չեմ հիշում իմ հստակ թիվը։ Էլի քիչ չի։ Անկախ դրանից մի բան ասեմ, որը մենք պետք է նկատի ունենանք։ Իրանում անշուշտ այդ բողոքի զգացումը ունեցող հասարակության բավական լայն խավ կա։ Լավ, բայց եթե մենք փորձենք դիտարկել հետահայաց, հիմա դա այդքան էլ ռելևանտ չի, բայց կարելի է դիտարկել։ Հետահայաց գործընթացը դու ինչ ես անում։ Այդ մարդիկ, որ վատ են ապրում, դա ոչ թե նրա պատճառով է, որ մենք գործ ունենք այս կամ այն քաղաքական համակարգի հետ։ Դա այն պատճառով է, որ ըստ էության պատժամիջոցներ եք կիրառել։ Այսինքն մոտավորապես այնպես, ինչպես եթե ես գամ, փակեմ ձեր տան բոլոր մուտքերը, անջատեմ ձեր ջուրը, անջատեմ ձեր հոսանքը, եւ դուք վեր կենաք եւ բողոքեք ձեր տան, չգիտեմ ինչպես է հիմա կոչվում այդ համատիրության ղեկավարից։ Լավ, այսինքն ըստ էության ստեղծում է մի իրավիճակ, որը բերում է բողոքի, հետո այդ բողոքը օգտագործվում է, օբյեկտիվ բողոքի։ Բողոքը օգտագործվում է։ Սկսում են քայքայել, տնտեսությունը քայքայել, սա անել, նա անել եւ ի վերջո նաեւ ներգրավում են որոշակի էլեմենտներ, որոնք սկսում են կրակել, պատասխան կրակենչում, զոհեր են լինում, թացը չորի հետ, ինչպես ասում են, եւ բազմաթիվ այլ հանգամանքներ, հետո բնականաբար դա թույլատնում է իշխանությունը, կորցնում է իշխանությունը սեփական հանրության աչքերում որոշակի լեգիտիմության պաշար, այսինքն ստեղծում են հաղթանակ իրավիճակ իրենց համար, ոչ տվյալ պետության իշխանության համար։ Իր հերթին Իրանը ինչ արել, որ խուսափի պատժամիջոցներից, ինքը ամեն ինչ արել է, որ դրանք էլ ավելի ուժգին դառնան։ Իրանը իր կարմիր գծերը չի գտել, տեսեք,
Հիմա մի բան եկել չեն եկել իշխանության հայտարարել են մահ Իսրայելին։ լավ, մահ Ամերիկային են ասել։ Մահ Ամերիկային։ Հիմա մի հարց էլի, ի սկզբանե եթե մենք գնում ենք արմատները փնտրելու, Իրանում հեղաշրջում իրականացնողը ովքեր էին։ Երբ Իրանի ազգային կառավարությունը տապալեցին, Մոսադեղի կառավարությունը, այո, եւ իրենց ցանկացած մարդուն, այսպես ասած, Մոսադեղը ամրապնդեցին։ վարչապետն էր, որը ձգտում էր ազգայնացնել նավթը, չէ՞։ Տապալեցին, Մոսադեղին տապալեցին։ Բրիտանացիները, ամերիկացիները։ Միացյալ Նահանգները հստակ կան դրա տվյալները, լավ։ Ի վերջո իրավիճակը հանգավ իսլամական հեղափոխության, չէ՞, երբ շահը ստիպված էր փախչել երկրից։ Ահա։ Հետո այս մարդիկ իրավունք ունեն իրենց պետության համար խոշոր խնդիր ստեղծածների դեմ պայքարելու, կարծում եմ ունեն։ Մոսադեղի հեղաշրջումը խոշոր խնդիր է։ Իհարկե, ըստ էության կանգնեցվեց Իրանի զարգացումը եւ այդ զարգացումը կարող էր ընթանալ այ իրենց երազած արևմտյան դեմոկրատիայի որոշակի նորմերի շրջանակներում։ Երբ կդառնար սահմանադրական միապետություն երկիրը վաղ թե ուշ, պատմությունը եթեներ չի սիրում, բայց գնում էր դրան, որտեղ վարչապետը կլիներ հիմնական, ասեմ այսպես, երկրի դեմքը եւ այլն եւ այլն։ Հետեւաբար, երբ գալիս ես դու մերձավոր արևելքի այսօրվա բոլոր խնդիրները դառնում են շատ հատվածներում, ոչ բոլոր, բայց շատ հատվածներում դառնում են գաղութատիրական քաղաքականությանը։ Պետությունների սահմանները, այսպես ասած, կտրատել է կանոնով, սահմաններ են գծել բաժանել։ Պարոն Ոսկանյան, իսլամական հանրապետության գոյությունը կամ լեգիտիմությունը արդարացնելու համար հաճախ ինչ հնարք են դիմում, ցեխն են մտցնում շահին եւ շահի ռեժիմը։ Մոհամմադ Ռեզա Փահլավի դա դիտարկելով որպես միանշանակ շատ բացասական շրջափուլ։ Բայց ախր այդպես չի, չէ՞։ Չէ, ոչ մի պարագայում մենք գիտենք պատմությունը միանշանակ գնահատական չի կարող։ Դուք համաձայն եք, որ այդ շահի օրոքը տեղի ունեցել Իրանի մոդեռնիզացիան, ինդուստրիալիզացիան, տեղի ունեցել դա։ Սպիտակ հեղափոխություն։ Միշտ այդպես է, սպիտակ հեղափոխություն, այո, միշտ այդպես է։ Ընդհանրապես պատմական կերպարները միանշանակ գնահատականներով չեն կարող, ասեմ այսպես, բնութագրվել։ Լավ, Ստալինը որպես բազմաթիվ մարդկանց, խորհրդային մարդկանց ճամբարներում սպանած անձ, շատ արգահատելի անձ է, բայց որպես խորհրդային միությունը երկրորդ համաշխարհայինում հաղթական այդ պատերազմից դուրս բերած անձ, կարծում եմ կարելի է դրական գնահատական տալ եւ այսպես շարունակ։ Հետեւաբար ոչ շահի պարագան, ոչ հոգեվոր առաջնորդի պարագան, Ալի Խամենեի պարագան միանշանակ գնահատականներով բնորոշելը դժվար է եւ կարծում եմ պատմությունը կտա դրա գնահատականը։ Իսկ պատմությունը կարծում եմ մի բան կարձանագրի, եթե պատմությունը չգրեն հաղթողները։ Մի բան կարձանագրի, այսուհանդերձ Իրանը որպես գերտերություն կայացել է իսլամական իր պատմության այս ամբողջ ընթացքի վերջին հատվածում կայացել է իսլամական հանրապետություն։ Սպառում են շահի ռեֆորմների արդյունքները եւ որովը նոր բան չեն ստեղծել։ Դե դժվար է ասել, էլի շահի ռեֆորմների արդյունքում Իրանը ուներ այսպիսի հրթիռային ծրագիր, արդյոք Իրանը ուներ։ Գիտեք, գործը շարունակել է հրթիռային ծրագիր, իհարկե, յուրաքանչյուրը այդ պետության համար ինչ-որ բան է արել։ Մոհամմադ Ռեզա Փահլավին Իրանը ագրարային պետություն էր։ Այո, բայց դա բերեց ինչի։ Դա բերեց ուրբանիզացիայի անկանխատեսելի մակարդակի, որը ի վերջո հանգեցրեց նաև հեղափոխության, երբ գյուղաբնակ մարդը հայտնվեց քաղաքում, երբ նա ուներ բոլորովին այլ հայացքներ, նաև կրոնական հայացքներ եւ քաղաքի կենտրոնում տեսնում էր, ասեմ այսպես պայմանականորեն, Իրանի գավառից եկած բնակչության մզկիթը բախվեց այդ մայրաքաղաքում եղած գեր արևմտականացած բարի կամ փաբի ավանդույթի հետ, եթե այսպես ասենք, կաբարեի ավանդույթի հետ։ 1970 թվականին դրանից առաջ մարդիկ միգուցե չէին մտածում, որ իրենք իսլամական հեղափոխություն են անում, եւ շատ մարդիկ միգուցե չգիտեին, որ իրենք իսլամական հանրապետություն են ստեղծում։ Այդ ո՞նց եղավ, այդ այաթոլաները ոնց առիթից օգտվեցին։ Տեսեք, ամենաազդեցիկ մարդն էր Խոմեյնին, եւ ըստ էության, այո, իսլամական հեղափոխության մեջ միայն կրոնական ուժերը չէին դերակատար, ցախական ուժերը շատ մեծ դերակատարություն։ Դուդեն էր այլ ծայրահեղ, այլ ցախական ուժեր էլ կային եւ այլն, բայց ի վերջո ակնհայտ է, որ տեղի ունեցավ այնպիսի գործընթաց, որի արդյունքում իշխանությունը ձևավորեցին կրոնական, ասեմ այսպես, թևի ներկայացուցիչները։ Պարոն Ոսկանյան, մի փոքր խոսենք Իրանում թուրքական գործոնի մասին։ Ես արդեն ասացի, դուք ինձ ուղեցիք, որ հյուսիսում ապրող
մարդիկ թուրքեր չեն։ Այո։ Ովքեր են բա։ Տեսեք, մի ընդհանուր տեղի ասեմ։ Եվ դա ոնց է այդ երկրամասը կոչվում։ Մենք ասում ենք ադրբեջանական։ Այո։ Ադրբեջանցիները կամ թուրքախոսները ասում են Ադրբեջան, Արևելյան եւ Արևմտյան, Հարավային, չգիտեմ։ Տեսեք, երկու հանգամանք մենք պետք է նկատի ունենանք։ Քանի որ մենք ամեն ինչը դիտարկում ենք մեր հայկական պրիզմայով տեսանկյունով։ Մեր մոտ շատ կոնկրետ է։ Ամեն ազգ ունի իր կոնկրետ անունը, ով խոսում է հայերեն, ում համար հայերենը մայրենի լեզու է, ներողություն խնդրում ավելի ճշտ եմ, ապա նա հայ է։ Շատ դեպքերում մեզանից դուրս տվյալ լեզվով խոսելը դեռևս էթնիկական ինքնության ցուցիչ չէ, ասեմ ավելի պարզ սխեմայով։ Ավստրիացին, որը խոսում է գերմաներենով, դեռևս գերմանացի չէ։ Նախագահ Թրամփը, որը խոսում է անգլերենով, վստահաբար անգլիացի չէ։ Լավ։ չել ուզենա։ Եվ չել ուզենա լինել անգլիացի։ Այսինքն մենք մեր պարադիգմով ենք փորձում դիտարկել աշխարհը, դա նորմալ է, բայց պետք է այս պարագայում դուրս գանք այդ պարադիգմից, որպեսզի հասկանանք։ Հիմա Իրանում մենք ունենք թյուրքալեզու բնակչություն, հյուսիս-արևմուտքում երկու նահանգներում։ Նահանգների պաշտոնական անունները, եթե մենք հայերենով փորձենք ասել, ապա արևելյան ատրպատական եւ արևմտյան ատրպատական։ Ինչու ենք մենք հայերենում օգտագործում ատրպատական եզրույթը։ Միջին պարսկերենից։ Այո, հայերենը այն լեզուն է, որը միջին պարսկերենից վերցրել է այդ անվանումը եւ պահպանել է ցայսօր, բայց հայերենը այն լեզուն է, որ վերցնում է նույն անվանումը նաեւ այլ դարաշրջանում, Ադրբեջան ձևով։ Ատրպատականը եւ Ադրբեջանը նույն աշխարհագրական անվանման տարբեր ժամանակաշրջանների անուններն են տարբեր լեզվական միջավայրերում։ Արաբական անվանումն է։ Հիմա շատ ավելի պարզ բացատրեմ։ Ատրոպատը, որը սատրապ էր Աքեմենյան կայսրությունում, Ալեքսանդրը նվաճեց Աքեմենյան կայսրությունը, Սելևկյանների ժամանակահատվածն է, Ատրոպատը հռչակում է թագավորություն, եւ եթե ուզում ենք այդ երկրամասը կոչել Ատրոպատի անունով, ապա պետք է ավելացնենք ական ածանցը։ Եթե Ալեքսանդրոպոլը ուզում են անվանել Լենինի անունով, Լենին ական, Կիրով ական։ Ատուրպատ, ատուրպատական, հայերենում ուն սղվում է, ինչպես սուր, սրել, շեշտի փոփոխության հետևանքով ձայնավորը սղվում է, չէ՞։ Դառնում է ատրպատական հայերենում շեշտի հետևանքով։ Հիմա ատրպատականը մենք պահում ենք եւ գալիս հասնում է մինչեւ մեր օրերը, ասենք օրինակ, եւ ինքը կենթանի աշխարհագրական անուն է, գործածելի աշխարհագրական անուն է։ Հայկական Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու թեմը Թավրիզում, կենտրոնը կոչվում է Ատրպատականի հայոց թեմ։ Ի տարբերություն հունարեն անվանման, երբ ասենք օրինակ Ատրոպատենեն, այսօր այլևս կիրառելի չէ։ Ատրոպատենեն, որը վերաբերում է անտիկ շրջանին, այսօր կիրառելի չէ։ Անգլերենում եթե մենք օգտագործենք Ատրոպատենը, ապա դա կլինի պատմական եզրույթ։ Եթե ռուսերենով մենք ասենք Ատրոպատենը, ապա դա կլինի պատմական եզրույթ։ Բայց եզրույթը զարգանում է, պարսկերենում զարգանում է, մենք ստանում ենք ի վերջո արաբականացված Ադրբեջանը, որը նույն ատրպատականն է։ Այսինքն պարսիկները, այսինքն պարսկերենով եթե մենք ուզենք ասել, հրաժարվում են իրենց օրիգինալից եւ վերցնում են արաբական անվանումը։ Ոչ թե այլ իրենց բառը, իրանական ծագման բառը անցնում է արաբերենի միջով, հետ են վերցնում արաբերենից։ Տալիս են արաբերենին, հետո վերցնում են արդեն արաբականացված ձևով, որովհետեւ բուն իրանական ձևը եթե մենք դիտարկեինք, ապա կլիներ Ադրբեջան գյով։ Ջն արաբերենի առանձնահատկությունն է, քանի որ դասական արաբերենը գ չունի։ Ադրբեջան պետությունը ինչի ատրպատականի հանրապետություն չեն։ Պարսկերենով եթե մենք ասում ենք Ադրբեջան, դա թե ատրպատականն է, թե Ադրբեջանն է։ Հասկանալի է, մենք չունենք հնարավորություն երկու տարբեր ժամանակահատվածների եզրույթներ կիրառել, որովհետև չենք կարող միջին պարսկերեն ատուրպատական եզրույթը կիրառել այսօրվա պարսկերենում։ Հայերենը այդ հնարավորությունը ընձեռնում է։ Հետևաբար որևէ կարիք չկա դեմ գնալ հայերենի ավանդույթին եւ ատրպատականը կոչել Ադրբեջան։ Բայց 1918-ին Օսմանյան սվինների շնորհիվ ստեղծվում է այս հանրապետությունը, ադրբեջանական հանրապետությունը, այն ժամանակ կոչվում էր ադրբեջանական ժողովրդական մուսավաթական Ադրբեջանն է ստեղծվում եւ անվանումը երկրանունը, որը երբեք չի կիրառվել Արաքսից հյուսիս ընկած։ Երբեք չի։ Երբեք մինչև 1918 թվականը մենք չենք ունեցել ատրպատական Ադրբեջան, Ադրբեջան, Արաքսից հյուսիս։ Վերցվում է պարզ նպատակով։ Նույն այն նպատակով, ինչ որ ասենք օրինակ նախկին Հարավսլավական Հանրապետությունը Մակեդոնիա անունն է վերցնում, որովհետև ենթադրվում է, որ եթե կան երկու
Ադրբեջաններ, ապա այդ երկուսը պետք է ի վերջո միավորվեն։ Իրանական տեսանկյունից դա պետք է միավորվի Իրանի հետ, այս կողմի տեսանկյունից նա պետք է միավորվի այսպես կոչված այդ արհեստացին կազմավորման հետ։ Դա է նաև պատճառը, որ ես ասում եմ արհեստացին, անվանումից սկսած արհեստական է, այսինքն օգտագործվում է մի անվանում, որը արհեստական է։ Երբ նրանք մեզ կոչում են Արևմտյան Ադրբեջան, մենք պետք է հարց տանք, իսկ դուք Ադրբեջան եք, որ մեզ էլ կոչում եք Արևմտյան Ադրբեջան։ Պատմականորեն դա Աղվանքի տարածքն է մեր ավանդույթից։ Շատ հայտնի, չէ՞, Կուրի ձախապնյակը Աղվանքն է միշտ եղել, եւ այդ Աղվանք բառը միջնադարում մենք ունենք նաեւ Առան ձևը, Արդան ձևը, հետո Շիրվանը։ Արաբական նվաճումների ժամանակ չի կոչվել Ադրբեջան։ Ոստիկանություն այդ Արաքսից հյուսիսը Ադրբեջան չէր կոչվում։ Արաքսից այսօրվա Ադրբեջանի բուն տարածքը, եթե հանենք հայկական հատվածը, այսինքն Կուրի աչափնյակը, Արցախը, Ուտիքը եւ այլն, այդ տարածքը արաբները կոչում էին Առան, որը նույն Աղվանքի արաբերենում իրանական միջնորդությամբ եւ իզուր չէ, դա ես չեմ ասում, որ դիցուկ հայ եմ կարող եմ ունենալ զգացական մոտեցում եւ այլն եւ այլն։ Ակադեմիկոս Բարտոլդին, նշանավոր ռուս ակադեմիկոս ցարական Ռուսաստանում, երբ ստեղծվում է այս հանրապետությունը, հետո խորհրդայնացվում է այդ հանրապետությունը, Բաքվում նա ունի դասախոսությունների շարք։ Ոնց որ ինքն է բզբզացել այդ անվան շուրջ նաեւ։ Չէ, չեմ կարծում։ Եվ Բարտոլդին քաղաքական որոշումը բնականաբար կայացվել է ավելի բարձր մանգ։ Բարտոլդին հարց է տալիս Բաքվի համալսարանում ուսանողներից մեկը, Բարտոլդին հարցնում է, եթե մենք ուզենանք այս տարածքը կոչել այնպիսի անունով, որը պատմական արմատներ ունի այս տարածքում, որը պետք է ընտրենք։ Բարտոլդը հստակորեն պատասխանում է. մենք պետք է ընտրենք Առանը։ Առան, որը մեր ավանդույթում էլ կա, միջնադարում Աղվանքի ավելի ուշ տարբերակներից մեկն է, Առան շահիկները, գիտեք, Սահել Սմբատյան եւ այլն եւ այլն։ Եվ Բարտոլդը հստակ պատասխանում է 20-ական թվականներին է դա։ Լավ, հետեւաբար Իրանի պարագայում մենք ունենք մի տարածք, որը թյուրքալեզու է 16-րդ դարից սկսած, բայց թյուրքալեզու լինելը դեռևս չի բերում էթնիկական ինքնության առումով նույնականացմանը այդ տարածքի բնակչությանը ադրբեջանական կոչվող հանրապետության տարածքի բնակչության հետ, ինչպես ավստրիացիները իրենց չեն համարում գերմանացիներ, գերմանացիները իրենց չեն համարում ավստրիացիներ։ Հետաքրքիր բան եք ասում, բայց էթնիկական տեսանկյունից ծագման տեսանկյունից դա ինչ բնակչություն է, սելջուկ թյուրքերի, մոնղոլների հետ եկածած բնակչությունը։ Հիմա եթե մենք փորձենք այդ հարթությունը գնահատել, թուրքիզացիա ենթարկված բնակչությունն է։ Ասեմ այսպես, եթե դուք ուզում եք գտնել Արիոնով թուրքին, ճիշտ եզրույթ չի, ասեմ այսպես, անթրոպոլոգիական առումով թյուրքի եւ այլն, շատ դժվար է լինելու ձեզ համար, որովհետեւ մենք գիտենք թյուրքերի մարդաբանական տիպը բոլորովին տարբեր էր այսօրվա, ասենք օրինակ, Էրդողանի մարդաբանական տիպից, Փեզեշկյանի մարդաբանական տիպից, ել չասեմ Իլհամ Ալիևի մարդաբանական տիպից։ Այսինքն մենք գործ ունենք ըստ էության ոչ թե շատ հոծ թյուրքական էթնիկական էլեմենտի ներխուժման հետ, այլ թուրքական էթնիկական էլեմենտի որոշակի քանակի ներխուժման հետ, որը դարերի ընթացքում ձուլում է տեղի բնակչությանը, հայերին, քրդերին եւ այլն եւ այլն։ Հիմա մի շատ կարևոր հանգամանք էլ կա, որը պետք է անպայմանորեն արձանագրենք։ Ինքնությունը չպետք է կապել լեզվի հետ։ Եթե Արաքսից հարավ եւ Արաքսից հյուսիս խոսում են թեկուզ միևնույն լեզվով, տարբերություններ կան եւ բավական զգալի, բայց լեզվաբանորեն միևնույն լեզուն է։ Դա չի նշանակում, որ Արաքսից հարավի բնակիչը իր ասեմ այսպես հայրենիքի մայրաքաղաքը դիտարկում է Բաքուն։ Նա իր հայրենիքի մայրաքաղաքը դիտարկում է, այո, դիտարկում է Թեհրանը եւ Սեֆյան Իրանի ստեղծման գործում, որքանով որ իրանալեզու էթնիկական, ասեմ այսպես, միավորներն են մասնակցել այդ պետության կերտմանը, նույնքանով կամ գրեթե նույնքանով էլ թյուրքալեզու, ղզելբաշական զորքը, որը կռվում էր օսմանյան ենիչերիական բանակի հետ, պարադոքսալ է, բայց փաստ։ Թյուրքական էլեմենտ էր, ղզելբաշները իրանական զորքը թյուրքերն էին, Ենիչերական զորքը ոչ թյուրքական ծագում ուներ, որովհետև գիտենք ենիչերիները ձևավորվում էին մանկահավաքից, կովկասցիներից, բալկանյան ժողովուրդներից։ Այն որ պատմության մեջ մի բան չի եղել, չի նշանակում, որ երբեք չի լինի։ Իհարկե։ Որովհետև գիտենք թե ինչ հուշք ու զենք է ազգայնական պոպուլիզմը, եւ ինձ թվում է պետք չի բացառել, որ այդ գործիքի կիրառմամբ ինչ որ մի օր
ինքնությունը կարող է փոխվել։ Միանշանակ կարող է այդպես լինել։ Եվ որովհետև հիմա մենք հստակ տեսնում ենք, որ այնտեղ կան տրամադրություններ, գոնե ինքնավարություն ունենալու։ Տեսեք, ինքնությունը ինքը կոնստանտ հասկացություն չի, փոփոխական հասկացություն է եւ հիմա էլ հատկապես հիմա էլ միշտ են եղել, բայց հիմա առավել եւս կան հստակ գործիքակազմեր եւ մշակված գիտականորեն մշակված գործիքակազմեր ազդելու ինքնության վրա, փոփոխելու ինքնությունը, բյուրեղացնելու ինքնությունը։ Դե մեր աչքի առաջ մեր ինքնությունն է փոխվում։ Կամ կազմակերպելու ինքնությունը։ Եվ սա հիբրիդային բառը այնքան են ասել մաշեցրել են, չէ՞, այդ հիբրիդային, այսպես ասած, այնց մեխանիզմներից մեկն է ինքնության քայքայումը, ինքնության ապամոնտաժումը եւ այլն եւ այլն։ Հիմա եթե Իրանում այսօր ադրբեջանցիների գերակշիռ մեծամասնությունը իրեն չի նույնականացնում ադրբեջանական կոչվող հանրապետության տարիներ անց, տասնամյակներ անց քարոզչական ներազդեցության հետևանքով կարող է իրավիճակ փոխվել։ Կարող է հակառակ երևույթն էլ տեղի ունենալ իմիջիայլոց, եթե այս կողմից ազդեցությունը շատ ավելի հզոր դառնա։ Հետևաբար ես արձանագրում եմ այսօրվա փաստը։ Լավ, ինչ կլինի 50 տարի հետո, չգիտեմ, կարելի է դա էլ մշակել, բայց դա մի մարդու անելիք չէ։ Հիմա այս համատեքստում շատ པարզ օրինակ բերեմ։ Իրանում ապրող թյուրքախոսները, ադրբեջանցիները, դրանք սփյուռքա ադրբեջանցիներ չեն Իրանում։ Բայց Ադրբեջանի պետական քարոզչությունը տանում է այդ գիծը, որ այ տեսեք, մենք Իրանում ունենք հսկայական քանակով հարավային ադրբեջանցիներ։ Հիմա մի պահ մոդելավորենք էլի իրավիճակ։ Լավ, դիցուկ 13 միլիոն, ասենք օրինակ, չգիտեմ, թվերի վերաբերյալ տեղեկատվություն։ Ամենակիչն եմ ասում, 13 միլիոն այսպես կոչված ճակերտավոր հարավային ադրբեջանցի միացավ այսպես կոչված ճակերտավոր հյուսային ադրբեջանցիներին։ Այդ երկրի նախագահը կլինի Թավրիզեցի, ոչ թե Իլհամ Ալիևի տոհմից, հաշվի առնելով ակտիվությունը, պասիոնարությունը այս հատվածի բնակչության, ապա վստահաբար կլինի այդտեղից։ Հետևաբար այնքան էլ միանշանակ չէ, Բաքվի բռնապետը անընդհատ բերում է սա, այս վերջին ելույթում էլ չէ, ադրբեջանցիները, որոնք Իրանում են եւ այլն եւ այլն։ Այդ ադրբեջանցիների մեծամասնությունը հիմա ես չեմ չափազանցեցնում, արյան ծարավ են Իլհամ Ալիևի, որովհետեւ նա վիրավորել է իրենց ինքնությունը, իրենց արժանապատվությունը, երկաթե բռունցքը կգա, չգիտեմ, այնինչ եղավ Ղարաբաղում, մոտավոր եմ ասում, կլինի ձեր հետ եւ այլն, դա վիրավորել է իրանական ինքնությունը։ Ես մի հատ տարբերակ ասեցի, որ ասեցի, մի անգամ ես մի մտածեք, որ Իրանը պառակտվել է, չի բացառվում, որ եթե իշխանությունը տապալվի, այաթոլաների ռեժիմը, այդ ձեր ասած հարավային Ադրբեջանից ինչ որ նոր դինաստիա դուրս գա, թուրքական ցակման կամ թուրքախոս, որը միավորի Իրանը, չէ՞։ Եվ ստեղծի մի նոր Իրան, ոնց որ արեցին Սեֆյանները եւ մյուս շատ Ղաջարները մոնղոլներ էին, որոնք թյուրքացվել են։ Ղաջար ասենք թե Խաջար։ Ղաջար, հայկական ավանդույթում Ղաջար, ինչպես Ղուրանի պարագայում ենք ասում։ Ինքը տառա, մի տառա, որը պարսկերենում, արաբերենում հնչվում է։ Բայց էլի գալիս ենք նույն խնդրին։ Ադրբեջանցիները այդ բոլորին իրենց նախնիներն են համարում, Սեֆյաններին, Ղաջարներին, Ավշարիդներին։ Տեսեք մի կարևոր հանգամանք կա։ Եթե ես եւ դուք ունենք հայր, պապ, չգիտեմ, ապ ու պապ, չէ՞, ուրեմն գործընթացը գնացել է շատ նորմալ։ Լավ, եթե ինչ որ մեկը վեր է կենում եւ ասում է, ես ունեմ երկու հորական կողմից երկու պապ, հորական կողմից 3 նախապապ, մեղմ ասած շատ կասկածելի է, այսպես ասած, ծագում ունի, եթե չասենք, որ անհնարին ծագում ունի։ Հիմա ինչքան շատ են նախնիները, մի անգամ Աղվանքի բնակչությունն է իրենց նախնիները, մյուս անգամ Դիակոնովը, գիտեք, իր հուշերում էլ գրում է, թե ինչպես են իրեն պատվիրել խորհրդային միության ժամանակահատվածում գրել պատմություն, որտեղ մարերը կդառնան սրանց նախնիները։ Հիմա մի մասը ասում է սելջուկներն են մեր նախնիները, մի մասը մենք թյուրք ենք, մի մասը ասում ենք ադրբեջանցի ենք։ Մարերը ոնց որ քրդերի նախնիներն են։ Մարերը քրդերի նախնիները լինելու հանգամանքն էլ հայ պատմագրության արգասիքն է, որովհետև գիտեք, մեր պատմագրության մեջ ազգն մարած ասելով երբեմն հասկանում էին, բայց դա կա պատմական անախրոնիզմի ինստիտուտ։ Բայց չեղվենք։ Բյուզանդացիներն էլ օրինակ սկյութ էին համարում թյուրքերին, մենք գիտենք որ։ Բայց այսուհանդերձ քրդերը հյուսիս-արևմտյան իրանական լեզվական ամբողջ այդ ամբողջականության միավորներից մեկն են, մարապարթևական միավորներից մեկն են, այսպես ասեմ ավելի ճիշտ։ Այստեղ բյուզանդացիներին հիշեցիք, բյուզանդացիները հետո նաև այդ ավանդույթը շարունակող օսմանները արևելքի ժողովուրդներին պարսիկ էին անվանում։
Շատ կա այդպես եւ նաեւ գիտեք որ Ճիշտ է թուրք բառներն են օգտագործում, բայց մեծ մասն մեր հիմնականում պատմագրությունն էլ հաճախ Լենգ Թեմուրին անվանում են պարսիկ։ Մենք գիտենք որ Լենգ Թեմուրը պարսիկ չէր էթնիկական իմաստով, բայց կա պատմական, ասեմ այսպես, այդ ավանդույթը կա, ավելի ծանոթ էթնիկական միավորի անունը կիրառել նոր հայտնված էթնիկական միավորին բնորոշելու համար։ Այսինքն ադրբեջանցին քաղաքական ազգ է։ Ադրբեջանցին անշուշտ էթնիկ ադրբեջանցի մենք պետք է կոչենք, որովհետև տեսեք ադրբեջանցին էլ էթնոկրատիական եզրույթ է, այսինքն ցույց է տալիս մի էթնիկական միավորի դոմինացիա։ Երկրի անուն, որը դու սկզբում յուրացնում ես, սկսում ես կիրառել մեկ այլ։ Բայց քաղաքական ազգ է դա։ Այո, մեկ այլ երկրամասի վերաբերյալ, հետո դրանից կերտվող պատկանելությունը դարձնում ես նաև էթնիկական նշանակյալ, երբ մենք ասում ենք հայաստանցի, դա էթնիկական նշանակյալ չէ, դա ցույց է տալիս պատկանելություն Հայաստանին։ Եզդին կարող է լինել հայաստանցի, ես կարող եմ լինել հայաստանցի որպես հայ, ասորին եւ այլն եւ այլն։ Ադրբեջանցի, այսինքն Թալիշը, որը Ադրբեջանի քաղաքացի է, ադրբեջանցի է, լեզգին եւ այլն, բայց միևնույն ժամանակ ադրբեջանցի է հիմնական էթնիկական միավոր, հետեւաբար շփոթ է ստեղծվում։ Այսինքն ինչ է իրականացվում, մի էթնիկական անվանումը կիրառվում մի էթնիկական միավորի համար, բայց նաև ունի քաղաքացիական պատկանելության նշանակություն։ Դրա համար երբ որ ասում ենք էթնիկ ադրբեջանցի, դա ճիշտ է, երբ որ ասում ենք էթնիկ հայ, դա ճիշտ չէ, որովհետև ուրիշ հայ չկա։ Հայերը, եթե ասում ենք հայ, դա էթնիկական նշանակություն։ Շատ կոպտացնեմ ադրբեջանցի եզրույթը, նկատի ունենալով ադրբեջանի քաղաքացին, շատ նման է ամերիկացի։ Այո, ամերիկացի ասելով կարող լինի լինի իռլանդացի, իտալացի, հրյա, հայ եւ լինի ամերիկացի։ Հիմա ադրբեջանցու տակ կարող լինի, չգիտեմ, թալիշ, թաթ, բայց այնտեղ մենք չենք կարող կոչել էթնիկ ադրբեջանցի, բայց այստեղ կա մի խումբ, որի անվանումը ինքն իրեն անվանում է, ընդ որում պետական քաղաքականության հետևանքով անվանում է ադրբեջանցի։ Ընդունված տեսակետ կա, որ այաթոլլաների հաջողության գրավականը որն էր, որ շահը գուցե միամտաբար ժամանակին ոչնչացրել էր աշխարհիկ կուսակցությունները, կազմաքանդել էր եւ քաղաքականությունը տեղափոխվել էր մոսկիթ։ Կա նման տեսակետ շատ է արտարծվել իրանագիտության մեջ, ըստ էության երբ քաղաքական համակարգ չի լինում, հոգեվոր կենտրոնները, մոսկիթները Իրանի պարագայում վերածվել էին նաեւ քաղաքական քարոզչության հարթակների եւ ընդհանրապես մի կարևոր հանգամանք կա, իսլամը չի կարող չլինել քաղաքական, սա էլ այլ ճշմարտություն է։ Ես մենք զարմանում եմ, երբ որ ասում քաղաքական իսլամ, իսլամը ինքնին քաղաքական է։ Ինքնին քաղաքական երևույթ է իսլամը եւ բնականաբար ձեր նշած հանգամանքը այո նաեւ դա աշխատեց։ Հիմա կասեք ամեն ինչը վերում է Ադրբեջան, բայց իրենց պարագայում էլ այդ վտանգը կա, գիտեք, քաղաքական ընդդիմության բռնաճնշումների պայմաններում Ադրբեջանում շիայական ընդդիմությունը ամենաակտիվ ընդդիմությունն է ըստ էության, որը նաև ենթարկվում է բռնաճնշումների, բայց պարադիգմա աշխատել է նաև Իրանում, քաղաքական ուժերի ճնշումը, գիտեք, Իրանում ըստ էության արգելված էին այլ կուսակցությունները եւ միակ ընդդիմությունը շահական իշխանությանը տեղափոխվել էր դեպի մոսկիթներ չէր կարող, չէ՞, արգելել, այնտեղ էլ մոսկիթները արգելելը շատ դժվար է։ Փաթորիա աղոթք, այդ ասեք նույն այդ ցուցարարների պահը, որ մենք խոսացինք, ես օրինակ չեմ կարողանում պատկերացնել ցուցարար, որը այրում է մոսկիթ։ Դու կարող ես խնդիր ունենալ քաղաքական իշխանության հետ, որը կարող է ունենալ ներդրված ահաբեկիչների։ Հիմա կարող ենք բազմաթիվ սցենարներ, հիմա որպես կանոն հենց նման բան խոսենք, ասեն հա դավադրապաշտական տեսությունների մեջ են մտնում, բայց փաստը չէ։ Ցուցարարը մոսկիթ այրելու հետ որևէ գործ չունի, բողոքավորը։ Հասկացանք, այաթոլլա Խոմեյնի սիմվոլ էր, եկավ, ամեն ինչ վերջեցից ձեռքը, հանդիսավոր, շատ պատկերավոր է էլի այդ իր գալը, բայց 89 թվականին նա մահացավ։ Եվ արդյոք շանս չկար էլ հոգևոր առաջնորդ չընտրել եւ կամաց մնալ իսլամական հանրապետության ծիրում, բայց դառնալ աշխարհիկ, օրինակ աբլիշան լիազորություններ տալ արդեն նախագահին։ Տեսեք, կարող ենք այդպես էլ դատել, բայց մենք պետք է նկատի ունենանք գաղափարախոսությունը կրկին։ Գաղափարախոսությունը ըստ էության պետականությունը, պետական համակարգը ավելի ճիշտ կերտում է մի վերնախավ, որը կրոնական համատեքստում է նայում ամեն ինչին եւ այդ վերնախավի դիտանկյունից փրկչականությունը չափազանց կարեւոր է։ Իմիջայլոց Միացյալ Նահանգներում էլ այդ քրիստոնեական, ասեմ այսպես,
ծայր։ Դա էլ է շատ կրոնական ասած։ Կողմյան այո հայացքները, տեսակ Թրամփին կրոնական ֆունդամենտալիզմ եզրույթը մի այսալների կրոնական տարբեր հոսանքների ներկայացուցիչներ եկել են տարօրինակ ինչ որ մեր համար տարօրինակ իրենց համար միգուցե նորմալ։ Հետո իրանին են ասում կրոնախև։ Այո, հետեւաբար այս համատեքստում ինչ որ առումով նաև կա այդ հանգամանքը։ Այո, Իսլամական Հանրապետությունը հիմնված է ի սկզբանե այդ փրկչականության գաղափարի վրա եւ հետեւաբար քանի փրկիչը չկան նրա փոխանորդ ասեմ ավելի հասկանալի լեզվով նրա փոխանորդ չէ իրականում, բայց ասեմ ժամանակավոր կառավարիչը պետք է լինի հոգեվորական։ Սա չի նշանակում թե Իրանում չկան պետության այլ մոդելի վերաբերյալ խալիֆն է, հա։ Այո, այլ մոդելի վերաբերյալ այլ տեսակետներ, բազմաթիվ այլ տեսակետներ կան, բայց հիմա իրանցի ժողովրդի գործն է դա, չեմ կարծում թե մենք պետք է իրենց ավելի ազատ եւ ժողովրդավարական եւ ավելի, չգիտեմ, ավելի լավ է շահի Իրանը, թե ես անկեղծ ասած սեփական փորձի հիման վրա շահական Իրանը չեմ տեսել, բայց համենայն դեպս ներկայիս Իրանը, եթե մենք փորձենք դիտարկել, այո, բնականաբար սահմանափակումներով մեզ հաճախ թվում է, թե մենք Շվեյցարիայում ենք ապրում, չգիտեմ ինչ որ, ասենց ի սկզբանե արևմտյան դեմոկրատական արժեքների, հիմա արևմուտքում էլ խնդրահարույցը, որը պետք է համարել դեմոկրատիա, էլ տարբեր մոտեցումներ կան։ Դրա կրողներն են եւ պետք է դատենք մեր հարևան երկրներին, չգիտեմ, իրենց մոտ պետք է այսպես լինի, այնպես լինի։ Մենք էլ ենք մերձավոր արևելքի հատված։ Մենք էլ ենք այս քաղաքակրթության ավելի լայն իմաստով ասեմ, առաջավոր ասիական քաղաքակրթության մաս։ Հիմա որոշ բաներ կան, որ մեզ համար ընկալելի են, առնվազն իմ աշխարհայացքի տեսանկյունից ընկալելի են, որոշ բաներ կան, որ ընկալելի չեն։ Միգուցե դա համարվում է արժեք այնտեղ, բայց իմ համար ընկալելի չէ։ Մեր համար էլ այլ արժեքներ կան, որոնք իրենց համար ընկալելի չեն։ Սրանով է նաև գեղեցիկ աշխարհը, այս բազմազանությունը։ Մենք չպետք է մտածենք, թե բոլոր ժողովուրդները պետք է ունենան նույն քաղաքական համակարգը, նույն կերպ մտածեն, նույն չգիտեմ ինստիտուտները ձևավորեն եւ այլն եւ այլն։ Մի բանը, որ մեր հայացքից կարող է միգուցե եւ վատ լինել, եվրոպացու համար կարող է դա լավ լինել, հակառակը լինել իրանցու համար եւ այլն եւ այլն։ Հետեւաբար այս համատեքստում ես չեմ կարող դատել։ Որ իր համար ավելի շայն հիշում։ Կա իշխանության ռեալ հավակնորդ Մոհամմադ Ռեզա Փահլավիի որդին, որը արդեն իմացանք մի քանի օր առաջ, որ փորձում է վտարանդի կառավարություն ձևավորել։ Ես անաչառությունս մի կողմ կթողնեմ իմ անձնական տեսակետը կասեմ։ Որևէ պարագա իմ կարծիքով դուք էլ եք այդպես մտածում եւ հայաստանցիների մեջ գրեթե մարդ չի գտնվի, որ այլ կերպ չմտածի։ Դիցուք մենք խնդիր ունենք ներկա իշխանության հետ, չէ՞։ Չենք համակրում այս իշխանությանը, ուզում ենք, որ այս իշխանությունը չլինի, չէ՞։ Բայց որևէ պարագայում մենք չենք երազում, որ վաղը որևէ այլ պետության ինքնաթիռ կգա եւ կռամբակոծի այս տարածքը, եթե նույնիսկ այդ ռմբակոծումից հետո ներկա իշխանությունը չի լինի։ Ոչ միայն չեն երազում, այլ նաև կարծում եմ դեմ ենք։ Իմ համար դա անկալելի չէ։ Այդ անձը ինքը իր բերանով կոչ է անում, ռմբակոծեք Իրանը, չգիտեմ, այո, ամերիկյան զորքերը լավ են անում, չգիտեմ, պետք է այդպես էլ լինի եւ այլն։ Դա արդեն իմ համար անկալելի չէ։ Հասկանում եք, ես մի ծով եմ թողում գիտնականի մոտեցումը, կարող է միգուցե գիտական չհնչել իմ այս բնորոշումը, բայց դա անելու բան չէ։ Ադրբեջանցիները մի ուրիշ գահի տեխնացու են եղել Ղաջարների դինաստիայից։ Լսել եք։ Կարծում եմ Զավեշտալի տեսել եմ այդ տեղեկատվությունը։ Այդ տեխնացուները ասում են այդ Փահլավիները ովքեր են, դրանք եղել են իմ հոր բանը, մեր դինաստիայի սպասավորներն են եղել, սպասավորներն են եղել եւ այլն, այդպիսի կուրիոզ դեպքեր շատ ունենք։ Մեկ այլ դեպքեր ունենք, երբ Երևանի խանի ժառանգներից մեկը կա, որը Գերմանիայում է ապրում եւ այսպես ասեմ, միջին վիճակագրական իրանցու պես հայերի հանդեպ շատ համակրալից վերաբերմունք ունի։ Երևանում չի եղել, բայց ես իրեն հերրակա, այսպես ասած, ճանաչում եմ, շատ բարի տրամադրված էր հայության հանդեպ եւ այլն, երազում էր Երևան գալու, Երևանը տեսնելու մասին։ Ոչ, պարսկախոս, թուրքերեն երկու բառ չգիտի, ադրբեջաներեն երկու բառ չգիտի։ Հետո Ալիևյան այդ քարոշչա մեքենան այս մարդուն հավանաբար կաշառել է, չգիտեմ ինչպես ասում են իրենցով է արել, սա այցելեց Բաքու ու գնաց ինչ-որ ցուցահանդես, բացեցին Երևանի պատմությանը, ես եմ Երևանի տերն ու տնօրենը, բայց այդտեղ խնդիր առաջացավ, որովհետև Երևանի տեր ու տնօրեն ուզում է լինել անձամբ Իլհամ Ալիևը, հետեւաբար այդտեղ սխալ թույլ տվեց, բայց օգտագործում են քարոշչության մեջ։ Հիմա այստեղ էլ կարող են տարբեր հավակնորդներ, ես չեմ զարմանա, եթե ինչ-որ մեկին էլ գտնեմ, որ Աքեմենյաններից է սերում, կատակով եմ ասում իհարկե։ Պատկերացրեցի մի պատ, թե ինչ կլներ Երևանի խաների հետ
Եթե տեսնեին ժամանակակից Երևանը, քխելագարվեին երևի զարմանքից, որովհետև բան չի մնացել։ Կարծում եմ ինչ որ առումով այո, բայց նաև կուրախանային, որովհետև Երևանի խաները իրենց չէին նույնականացնում էթնիկական իմաստով այսօրվա ադրբեջանցիների հետ։ Իրենք համարում են իրենց իրանցիներ, իրանական պետության ներկայացուցիչներ այստեղ եւ շատ կարեւոր գործառույթ ուներ Երևանի խանությունը։ Երևանի խանը ոչ միայն խան էր, այլ նաև սարդար էր։ Այսինքն զորահրամանատար էր, որովհետև սահմանային խանություն էր իրանական կայսրության մեջ, այստեղ ըստ էության ռուսերեն եզրույթով ասեմ միգուցե որ հասկանալի լիներ գեներալ գուբերնատոր։ Թե ռազմական տիտղոս ուներ սարդար, թե խան, որը վարչական տիտղոս էր։ Ադրբեջանը դուք արեստացին եք անվանում, արեստացին պետություն։ Ադրբեջան պետությունը որպես այդպեսին կապ չունի բռնությամբ, պատերազմով, օսմանների ներխուժումով, հա, բայց խարսխվել է Կովկասի կամ հարավային Կովկասի, միգուցե սա էլ արհեստական տերմին, բայց օգտագործենք մուսուլմանական բնակչության վրա։ Այո։ Եվ հիմա այս առումով ժամանակակից Ադրբեջան պետությունը արդյոք իրեն չի կարող ժառանգորդը համարել այս տարածաշրջանի հարավային Կովկասի կամ Կովկասի մուսուլմանական պետությունների կամ պետական միավորումների, գիտենք, այստեղ եղել են խանություններ, խանությունից առաջ, չգիտեմ, տարբեր պետական կազմավորումներ են եղել, ընդհանուր սելջուկ թուրքեր կամ, չգիտեմ, թուրքմենական ցեղեր։ Շատ հետաքրքիր հարց։ Եվ այս առումով ինքը արհեստական չի, ուղղակի ռուսական միջամտությամբ, որ եվրոպական արժեքներ են ներմուծվել տարածաշրջան եւ ի հայտ է եկել ադրբեջանցի ազգ հասկացությունը։ Տեսեք, մենք պետք է հստակ չափորոշիչներ ունենանք, չէ՞, եթե վերցնում ենք դիցուկ տարածքային պատկանելության չափորոշիչը, դավանական պատկանելության չափորոշիչը, լեզվական պատկանելության չափորոշիչը, ով է ադրբեջանական գրականության դասականը։ Բոլորս գիտենք, որ լեզվական չափորոշիչն է կարևոր, չէ՞, Վիլյամ Սարոյանը ամերիկացի դասական է, ամերիկյան գրականության դասական է։ Այո, հայ է, բայց քանի որ հայերեն չի գրում, չի կարող լինել հայ գրականության դասական, լավ։ Հիմա Նիզամին ադրբեջանական գրականության գագաթը, դասականը։ Նիզամին մի տող չի գրել այսօրվա ադրբեջաներենի նախնի լեզվով, այսօրվա ադրբեջաներենին մոտ որևէ բառ։ Ծնվել է գանձակում, շատ լավ։ Այսինքն վերցվել է տեղային մոտեցումը, չէ՞։ Եթե մեր այսօրվա տարածքից է սերում, ապա ադրբեջանցի է։ Կիրակոս Գանձակեցին բա ով է։ Նա էլ է ադրբեջանցի, շատ բարի։ Այդ դեպքում Նասիմին ադրբեջանական գրականության մյուս դասականը ծնվել, ապրել եւ մահացել է Սիրիայում։ Բանա ինչու է Ադրբեջան։ Որովհետեւ վերածորնակը աբսուրդ է, դրա հետ ես համաձայն չեմ։ Ես կամ Ֆիզուլին, որը Իրաքում է ծնվել։ Ուղղակի այստեղ էլ վերցնում է լեզվական հանգամանքը, որտեվ Նասիմին գրել է նաեւ, ոչ միայն, բայց նաեւ ժամանակին թյուրքի լեզվով, թյուրքերենով, Ֆիզուլին գրել է թյուրքի լեզվով, ապա այդպես է։ Հիմա կամ դու պետք է լինես մարերի ժառանգը, կամ պետք է լինես աղվանների ժառանգը։ Եթե դու ասում ես աղվանքի տարածքում եմ ես, ուրեմն քրիստոնեական ժառանգությունը այդ աղվանքին նույնպես իմն է։ Բա մարերը ինչ կապ ունեն։ Այդ դեպքում մարերը աղվանքը նվաճողներ են, չեն կարող նվաճողները լինել։ Մի այլ օրինակ բերեմ, պարադոքսալ օրինակ։ Շահ Իսմայիլը, որին գիտեք, էլի բառախաղի միջոցով Ադրբեջանская դինաստիա Սեֆևիդով։ Ադրբեջանская դինաստիա, որը սերում է Ատրպատականը։ Բայց ցակումը մենք չգիտենք։ Մենք ցակումը չգիտենք։ Համենայն դեպս նրանց ապու պապը Շեյխ Սաֆիեդդինը գրել է բանաստեղծություն Արդաբիլի իրանական լեզվով։ Գիտենք, որ իր մայրենի լեզվով է գրել։ Համենայն դեպս իր համար դա մայրենի լեզվ է։ Հիմա Շահ Իսմայիլի գրական կեղծանունը Խաթայի, Բաքվում դուք կարող եք տեսնել Խաթայի շրջան, կարող եք տեսնել մետրո նրա անունով կոչած։ Հիմա պատկերացնում եք Երևանում մետրոյի կայարան կոչենք մեկի անունով, որը նվաճել է Երևանը եւ սրի է քաշել Երևանի բնակչությանը։ Շահ Իսմայիլը երբ դեռևս շահ չեղած ժամանակ, դեռևս շահ չէր հռչակել իրեն, 1501-ին հռչակեց իրեն շահ, գրավեց Բաքուն, տեղի բնակչությանը, որտեղ սուննիներ էին, սրի քաշեց եւ պատմագրության մեջ վկայված այդ հանգամանքը։ Հիմա ինչպես մենք կարող ենք բնորոշել այս քաղաքական միավորը, եթե ոչ արմատներով արհեստացին։ Չի կարող, չէ՞։ Հիմա Հայաստանում, չգիտեմ, մեկը, որը հայերին սրի Լենգ Թեմուրի անվան մետրո չենք կոչի, չէ՞։ Ուղղակի ինձ թվում է ադրբեջանցիները պետք է մի քիչ ադեկվատության դաշտ։ Ադեկվատություն է պակասում, այո։ Մեկը, ինչպես ասում են, գոնե մեկը պետք է հասկանալ, որ Նիզամին, Շահ Իսմայիլին, Շահ Աբբասին չի կարելի ադրբեջանցի կոչել, բայց նաև պետք է հասկանալ, որ
ինստիտուցիոնալ մշակութային առումով կարող են իրենց ինչ-որ առումով ժառանգորդ համարել։ Եթե մենք ուզենք շատ հստակ բնորոշել իրենք ում ժառանգորդներն են, ծագումնաբանորեն անշուշտ Շիրվանի տարածաշրջանը ակնհայտորեն պարսկալեզուներ են, որոնք թյուրքախոս են դարձել, Աբշերոնյան թերակղզին ամբողջությամբ պարսկախոսեր 19-րդ դարում նույնիսկ Բակի խանովը գրում է այդ մասին իրենց պատմահայրը, լավ, բայց եթե իրենք ժառանգորդն են ակկոյուն լուների եւ կարակոյուն լուների դրանից հետո մնացած թյուրքական էթնիկական տարի, ապա դա այլ խնդիր է, բայց դու չես կարող միևնույն ժամանակ լինել ակկոյուն լուների ժառանգորդը, լինել աղվանների ժառանգորդը, լինել մարերի ժառանգորդը եւ նոր պարսկերենով պարսկական գրականության, իրանական գրականության գագաթը համարել քո դասականը։ Եվ մի շատ կարևոր չկա թյուրք, ես չեմ սիրում այս եզրույթը, վատ եզրույթ է, բայց հասկանալի, մաքուր թյուրք։ Մաքուր չկա այդպիսի բան, բայց ասեմ այսպես, ի բնե թյուրք առանց ցեղի։ Ինչպես քրդերի պարագայում մենք ունենք ցեղային հանրույթներ, չէ՞, յուրաքանչյուր քուրդ ունի ցեղային պատկանելություն։ Հիմա հաճախ ադրբեջանցիները դրանից զայրանում են, երբ իրենք ասում են մենք զտարյուն թյուրքեր ենք, ասում են դա ցեղդ ասա, դու չգիտեմ, Ղարափափախ ես, դու Խոջալու ես, դու Սաադլու ես, դու Բաջազլու ես, դու Համամլու ես, ո՞ր ցեղից ես ի վերջո։ Դա ասում են Օղուս ցեղերից են։ Ահա, ով չգիտի ո՞ր ցեղից է, ուրեմն ըստ էության կասկածի տեղիք է տալիս, այսինքն թյուրքացված ինչ որ նախնիներ ունի ինքը։ Լավ, ուրբանիզացիան եւ այլն կարող է բերած լինել, որ որոշ հատված կորցրած լինի իր ինքնություն, բայց Աբշերոնի թերակղզու բնակչությունը, որը թյուրքալեզու դարձավ, ինքը ցեղային պատկանելություն չէ։ Ձեր ասածը, պարոն Վասկանյան, կարծում եմ ապացուցվում է աղբյուրներով, հնագիտությամբ, որովհետև եթե սկսենք սելջուկ թյուրքերից, հստակ արձանագրում ենք, որ փոքրամասնությունը, ագրեսիվ փոքրամասնությունը տիրապետել է մեծամասնությանը։ Միանշանակորեն այդպես է, եւ նաեւ տեղի ունենում քաղաքական, ասեմ այսպես, դոմինացիա։ Քաղաքական դոմինացիայի հետևանքով բնականաբար դոմինանտ էլեմենտի տարի լեզուն ի վերջո հաղթող է դառնում։ Թուրքերը որ եկել են մենակ այս պարագայում։ Մենակ թուրքական ցեղեր չեն եղել, իրենց այդ մեծ թիվով պարսիկներ են եղել։ Այո։ Եվ տեսեք, նույնիսկ թյուրքացման թյուրքախոսության հանգամանքը մեզ թվում է թե սելջուկներից սկսած ոչ։ Իրենք սելջուկները պարսկերենն էին շատ հաճույքով օգտագործում, դրանց Իրանում գտնվող հատվածը պարսկախոս դարձել եւ այլն, բայց այդ ալիքները այնքան են շատ, տեսեք, սելջուկները գալիս են, հետո գալիս են, չգիտեմ, ակկոյուն լուները, կարակոյուն լուները, անընդհատ ալիք է գալիս կենտրոնական Ասիայից, հյուսիսային, ասեմ այսպես, Չինաստանի, իրենց բնոր ալիքները անընդհատ գալիս են, իրենք ստանում են գերակայություն, իրենք նվաճողներ են եւ աստիճանաբար տեղի ունենում տեղի բնակչության զուլման, այսպես ասած, գործընթաց։ Ագրեսիվ փոքրամասնությունը կարողանում է տիրապետել քաղաքական դոմինացիայի շնորհիվ միայն։ Ընդ որում այդ դոմինացիան միջնադարում էթնիկական լեզվական առումով դեռևս չկար։ Օսմանյան կայսրությունը այն աստիճանի թյուրքալեզու չէր, ինչքան նոր հանրապետական Թուրքիան, որտեղ հստակ պետական քաղաքականությունը ընթանում մնացած լեզուներով խոսողներին թյուրքացնելու լեզվական առումով։ Ասենք օրինակ դուք կարող եք Օսմանյան կայսրության 19-րդ դարի ժամանակահատվածում գտնել բազմաթիվ, բազմահազար քրդեր, որոնք չգիտեին այդ լեզուն։ Լավ, չեմ կարծում, որ հայ կանայք առնվազն գյուղաբնակները գիտեին նաև թուրքերեն։ Քրդերեն, որովհետև շփվում էին քրդերի հետ, գիտեին, բայց թուրքերեն չգիտեին, քաղաքներում բնակվողները այլ խնդիր է։ Այսինքն թյուրքականացման գործընթացը ինքը շատ այս պարագայում բացասական իմաստով, բայց դինամիկ զարգացում է ապրում։ Ադրբեջանում 19-րդ դարում դուք չեք կարող գտնել թյուրքախոսների այսքան հոծ տարածվածություն։ Պարսկախոսները շատ ավելի մեծ արեալ էին զբաղացնում իմ նշած Շիրվանի տարածաշրջանում, Կասպից ծովի առափնյա շրջաններ եւ դրա հստակ արձանագրումները մենք ունենք։ Էլի գանք իրանյան ճգնաժամին, հա, այսպես անվանենք, որը արդեն փոխակերպել է տարածաշրջանային մեծ պատերազմի։ Որքանով է տրամաբանական հարվածել տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներին, Էմիրատներին, Հորդանանին, Իրաքին, Բահրեյնին, Քաթարին, Ադրբեջանին, Թուրքիային։ Եթե դու հնարավորություն չունես հարվածելու Վաշինգտոնին, ապա դա պետք է անես։ Դա սեփական ոտքին կրակել, չի։ Յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր ունեցած հնարավորություններով, ընդ որում հարվածները չեն հասցվել, ասենք օրինակ, չգիտեմ, Բահրեյնի, Կառավարով ընտանիքի, Գեցավայրի։ $1 միլիարդ ռադարներ են։ Հասցվել են ռադարներին, հասցվել են ամերիկյան ռազմակայաններին, եղել են նաև հարվածներ այդ երկրների թշնամի դարձրեց։ Հիմա այստեղ մի խնդիր կա, տեսեք։
Էլի մենք պետք է դառնանք արմատներին։ Հիմա ինչ անի բա Իրանը։ Իրանցիները չէին հարվածում ոչ Բահրեյնին, ոչ Կատարին, ոչ, չգիտեմ, Քուվեյթին, ոչ Սաուդյան Արաբիային, լավ, համենայն դեպս այս ծավալներով երբեք չի եղել։ Սաուդյան Արաբիայի պարագայում հութիների հարվածներ եւ այլն եղել են, բայց Կատարի դեպքում առաջի հարվածը եղել է, երբ 12-օրյա պատերազմներ, հիշում եք, ամերիկյան ռազմակայանների, բայց զգուշացվել էին նախորդ Կատարի իշխանությունը։ Այս անգամ չեն զգուշացնում։ Հիմա դու չունես այլ գործիքակարգ, քեզ շրջապատել են, հիմա մի հարց էլի, ինչ են անում ամերիկյան ռազմակայանները Բահրեյնի տարածքում։ Զարմանալի է, բայց փաստա չէ։ Այսինքն, եթե մեկը գա մտնի ձեր բակը, ձեր բակում զենք ու զրահ դնի եւ այլն, ձեր վրա հարձակվի եւ դուք փորձեք պատասխանել, ասեն, չգիտեք, ինչ այս բակը քաղաքապետարանի տրամադրության տակ է, հետեւաբար դուք այս բակում չեք կարող որևէ գործողություն ձեռնարկել։ Ես փորձեցի պրիմիտիվացնել, որպեսզի ավելի հասկանալի լինի, բայց ընդհանուր առմամբ Իրանի գործիքակազմը սա է։ Երկու նպատակ ունի Իրանը, վնաս հասցնել, բարձրացնել պատերազմի արժեքը ֆինանսական իմաստով չէ, ընդհանրապես համաշխարհային իմաստով, գիտեք, նավթի գներն են թանկացել, միջազգային այդ բորսաներում տեղի են ունեցել անկումներ, հատկապես ասիական բորսաներում անկումը նկատելի եւ այլն, որպեսզի դադարեցնեն այդ պատերազմը, ինքը այլ գործիք չունի հրթիռ իմիջայլոց, որով Միացյալ Նահանգներում վախեցնում են, թե Իրանը ուր որեք ունենա հրթիռ։ Հենց նահանգների աղբյուրները նյութ հրապարակեցին եւ կա այդ տեղեկատվությունը, որ հետախուզությունը Միացյալ Նահանգները տեղեկացրել է, որ Իրանը միջկոնտինենտալ այդ միջմարցամաքային հրթիռ չունի եւ առաջիկա տասնամյակների ընթացքում կկարողանա ունենալ, բայց տասնամյակներ են պետք դրա համար։ Գիտեք, այս թեման ինչի բացեցի, որովհետեւ անդադ խոսվում է Ադրբեջանի ներգրավման մասին պատերազմին Ադրբեջանի ներգրավման։ Կարա երկրորդ ճակատ Ադրբեջանը բացի։ Կարող է բացել երկրորդ ճակատ, միայն այն դեպքում, երբ շատ հստակ արդեն լինի, որ Իրանի ներսում, ինչպես ասում են, անիշխանություն է, որ Իրանի պարտությունը այլևս անդառնալի է։ Այդ դեպքում միանշանակ կանի դա, բայց տեսեք, էլի մենք շատ հաճախ մտածում ենք, թե իրենք կուզենան ամբողջ Ատրպատականը գրավել, դա ամենևին այդպես չէ, բայց բնականաբար որոշակի նկարտումներ կլինեն։ Շատ հայեր չարախնդում են Իրանի վրա, ասում են, այ տեսեք դուք այն ժամանակ տենց շնորհավորեցիք Ադրբեջանին պատերազմում հաղթանակի առթիվ, Արցախը անվանեցիք ադրբեջանական հող եւ հիմա դրա համար ստանում եք, դե կերեք, հեսա Ադրբեջանը երկրորդ ճակատ կբացի Իսրայելի հետ միասին։ Իրենց գործն է, մենք չենք կարող իրենց դատավորը լինել, բայց մենք պետք է կրկին նայենք դեպքերի հերթականությունը։ Ով որ Իրանից շնորհավորել է Ադրբեջանին, ես դրա հետ որևէ խոսելիք չունեմ։ Նա իմ համար տհաճ անձնավորություն է։ Շնորհավորողն էլ գիտեք ով էր, Իրանի արտգործնախարար Զարիֆն էր։ Լավ։ Այլ խնդիր է, որ նաև արդյոք եղել է այնպիսի օբյեկտիվ իրավիճակ, երբ իրանցիները որևէ անգամ չեն ասել, որ իրենք չեն ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Միշտ ասել են, չէ՞։ Կամ ուրիշ ձև նայենք, ինչի՞ չպետք է շնորհավորեին։ Միշտ ասել են, բայց իրանցիները երբեք չէին ասել, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Ինքը կրկին շատ նուրբ ձևակերպում է։ Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ ձևակերպում է, Արցախը Ադրբեջանի մաս է, այլ ձևակերպում է, որովհետև այնտեղ, եթե դու ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ պարզվում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ըստ խորհրդային միությունից անջատվելու այդ օրենքի չի ներառում Արցախը, այստեղ մանևրի տեղ կա։ Իրանցիները խոսում էին տարածքային ամբողջականության մասին, հետո միայն սկսեցին ասել, բայց մի այլ կարևոր հայտարարություն էլ կար։ Կար նաև հոգևոր առաջնորդի հայտարարություն այն մասին, որ հայերի իրավունքները պետք է հարգվեն Արցախի տարածքում։ Լավ։ Որևէ մեկը դրան չանդրադարձավ։ Հիմա ինչևից է անցած իրավիճակ է, մեզ մոտ մի հետաքրքիր բան կա։ Չեմ կարծում, թե չարախնդալու առիթ կա։ Ամեն դեպքում իմ անձամբ իմ համար իմ հետ խնդիր ունի այն մարդը Իրանում, որը Արցախը համարում է Ադրբեջանի մաս, որտեղ ես այդպես չեմ համարում, բայց չի կարելի չարախնդալ, երբ ամբողջ երկիրը, չգիտեմ, ավերվում է եւ դա վատ բան է, էլի։ Նաև պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանում ապրող մարդիկ
Իրանի համար եղբայրական Ոչ նշանակություն միայն ունեն։ եղբայրական նշանակություն ունեն, իրենք ապագա Իրանի տարածման համար Հեղափոխության էքսպորտ։ Այո, բավական հետաքրքիր ասեմ այսպես բնակչությունը Իրանի Վերջին տեսանկյունից։ կամ նախավերջին հարցն եմ տալիս, Իրանը դաշնակիցներ ունի այս ծուռ աշխարհում։ Չունի Իրանը դաշնակիցներ, բայց Իրանը Ռուսաստանը, չեմ կարծում թե ռազմական առումով, բայց ասենք օդատիեզերական ռազմական տվյալները այն փոխանցում։ դաշինքը, որը մենք պատկերացնում ենք դասական իմաստով դաշինքը, ինչպիսին դիցուք Վարշավյան, չգիտեմ, համակարգներ կամ Չկա։ ՆԱՏՕ-ի համակարգներ չկա։ Բայց անշուշտ կա տեղեկատվություն, որ Ըստ ամերիկացիների, ռուսներն են այդ ճշգրիտ տվյալները փոխանցում իրանցիներին, որ իրանցիները խփեն։ բոլորը ունեն շահեր։ Եթե ռուսական շահերը ենթադրում են, որ պետք է օգնել Իրանին, նրանք օգնում են Իրանին այդ հարցում։ Միացյալ Նահանգների շահերը ենթադրում են, որ պետք է օգնել Ուկրաինային, Ռուսաստանի դեմ դա էլ անում են։ Բայց Չինաստանը Չինացիներն էլ դատելով գոնե Իրանի պաշտոնական շրջանակների հայտարարությունից քաղաքական եւ այլ օգնություն տրամադրում են, թե ինչ են հասկանում այդ օգնության, այլ օգնության տակ ես չգիտեմ, տեղեկացված չեմ, բայց կա որոշակի։ Իրանը չունի դաշնակիցներ, Իրանը կերտել է իր իսկ ձեռքով իր դաշնակիցներին ոչ թե պետությունների մակարդակում, այլ կազմակերպությունների մակարդակում։ Միակ դեպքը, որը Իրանը փորձում էր դաշնակից ստեղծել պետության մակարդակում, Սիրիայի դեպքը տապալվեց։ Բայց մյուս բոլոր դեպքերը հաջողություն են գրանցվել։ Հիզբոլլահի ստեղծումը, Եմենում Անսար Ալլահի կամ Հութիների ստեղծումը, Իրաքում պրոիրանական ուժերի ստեղծումը, Աֆղանստանում պրոիրանական ուժերի ստեղծումը, այսինքն պետություն դաշնակից կերտելու հարցում իրանցիները հաջողություն չեն ունեցել Սիրիայի դեպքը նկատի ունենալով, բայց կազմակերպություններ դաշնակից ստեղծելու առումով ստեղծել են։ Գանք մի փոքր ժամանակակից Իրան, պարոն Վասկանյան, տեսնում ենք, որ բազմաէթնիկ, բազմակոնֆեսիոնալ երկրի տասնյակ ժողովուրդներ են այստեղ ապրում։ Թուրքախոս բնակչություն, լուրեր, պարսիկներ, չգիտեմ, բազմաթիվ բելոժներ, քրդեր եւ այլն։ Բազմաթիվ կրոններ, ինչն է սրանց բոլորին միավորում։ Տեսեք, մենք էլի մեր պրիզմայով նայեցինք ժողովուրդներ, էթնիկական միավորներ եւ այս իմաստով այս բոլոր ամբողջ հանրույթը միավորված է մի գաղափարի շուրջ, հենց Իրանի պետության գաղափարը, իրանական քաղաքակրթության գաղափարը։ Նայեք, եթե գանք, ասենք օրինակ էպոսը դիտարկենք, չէ՞։ Շահնամը պարսիկ, թեև պարսկերեն ստեղծագործություն է, գրական ստեղծագործություն է, բայց միայն պարսիկների էպոսը չէ, քրդերի էպոսն է, նույն բելուջների էպոսն է, մազանդարանցիների էպոսն է, լուրերի, բախտիարցիների, բոլոր իրանց, նաև ատրպատականցիների էպոսն է, եւ նաև էպոսներ այսօրվա ադրբեջանցիների նախնիների, նայեք անունները, Նարիման, Սիավուշ, մինչև հիմա անունները կիրառում են, Ռուստամ եւ այլն, այսինքն այդ էպոսը իրենց համար էլ էր հարազատ, հիմա է որ հարազատ չի։ Հիմա այս համատեքստում պետականությունը, Իրանը որպես պետական գաղափար, Իրանը որպես քաղաքակրթական միավոր։ Այս իմաստով Իրանը շատ տարբեր է նույն Հնդկաստանից օրինակ։ Մենք գիտենք Հնդկաստանի հյուսիսը եւ Հնդկաստանի հարավը, որպեսզի միմյանց հասկանա, պետք է խոսի անգլերեն։ 12 տարբեր լեզուներ կան։ Կոտրատված անգլերենով եւ այլն, ոչ տարբեր լեզվանտանիքներ։ Ահա, հիմա Իրանում էլ մենք ունենք այդ իրավիճակը, բայց իմ նշած պարսկերենի գործոնը համաիրանական գործոն է, այսինքն Իրանում բնակվող ատրպատականցին, որի համար մայրենի լեզուն թուրքերենն է, քուրդը, որի համար մայրենի լեզուն քրդերենն է, ընդ որում տարբեր բարբարներ քրդերենի, լուրը, բախտիարցին, բելուջը, չգիտեմ, սիստանցին, գիլանցին, մազանդարանցին, թալիշը եւ այլք խոսում են պարսկերեն եւ պարսկերենը համարվում է պետական լեզու եւ նաեւ մշակույթի լեզու։ Հաճախ դուք եթե ատրպատականցուն փորձեք ուսումնասիրել ատրպատականյան թուրքերենը, իմ փորձից եմ ասում։ Խոսում ենք ատրպատականյան թուրքերենով, ես իրեն ասում կարող ես այդ ասացվածքը, որ ասացիր, գրես։ Գրիչը վերցնում մարդը եւ չգիտի ինչպես գրի, պարսկերեն գրեմ, ասում եմ չէ, ատրպատականյան թուրքերենով գրի, որովհետեւ գրային ավանդույթն էլ չկա։ Այդ տառը նույնն է, չէ՞, իրանք։ Դե կարող է արաբատար գրել, բայց ինքը չգիտի, քանի որ գրային ավանդույթ չունի, չգիտի ինչպես գրել։ Իհարկե ստեղծվում է գրային ավանդույթների թուրքախոս բնակչությունը գրական ավանդույթ չունի, այդպես մեծ։ Ունի Շահ Իսմայիլից սկսած թուրքին այդ լեզուն օգտագործվել է որպես գրական լեզու, Իրանի տարածքի մասն եմ ասում, դրանից դուրս ավելի վաղ էլ ունենք օրինակներ։ Բայց այսօրվա Իրանում ատրպատականցու համար, երբ ասում ես գրական լեզու, ինքնաբերաբար դա պարսկերենն է։ Լավ,
Հնդկաստանում իրավիճակը ուրիշ է։ Հինդին չունի այն կարգավիճակը, ինչ ունի պարսկերենը։ Հնդկերենը Հնդկաստանում հասկանալի է, ասեմ այսպես, միայն հյուսիսային հատվածում։ Հինդի, բենգալերեն, ուրդու, սրանք գոնե ցեղակից լեզուներ են, ուրդուն ու հինդին ըստ էության լեզվաբանորեն նույն լեզուն են, տարբեր այբուբեններով եւ տարբեր բառապաշարային համալրումներով, հինդին սանսկրիտից, ուրդուն արաբերենից եւ պարսկերենից որպես մուսուլմանների լեզու։ Բայց օրինակ ասենք փանջաբերենը, հինդին, գուջարատին եւ այլ հնդարիական լեզուներ բավական մոտ են իրար, հյուսային Հնդկաստանում կարող են իրար հասկանալ ինչ-որ առումով, բայց դրավիդախոս հնդիկները չեն կարող հասկանալ հյուսային Հնդկաստանում։ ուրիշ լեզվանտանիք է։ Դրավիդյան լեզվանտանիք։ Հիմա Իրանում թյուրքական լեզվանտանիքով խոսողը իր մայրենի լեզուն, թյուրքական լեզվանտանիքի անդամ լեզվով խոսողը լեզվանտանիքով չեն կարող խոսել։ Իր մայրենի լեզուն թյուրքին է, իրենք այդ լեզուն կոչում են թյուրքի, պարադոքսա, բայց փաստ։ Այս մարդիկ, որ խոսում են, եթե իրենց մայրենի լեզվով խոսեն, կասեն թյուրքի, քնել կմայնանում չի մոտենում։ Ադրբեջան կոչված արհեստացին կազմավորման ներսում այդ լեզուն պաշտոնապես կոչվում է Ադրբեջան դիլի, լեզուների անուններն են տարբեր։ Ես իսկան չեք սիրում այդ Ադրբեջանը։ Հաջան։ Չէ, ոչ միայն խոսքը միայն չսիրելու մասին է։ Ես իրենց այդ ռեժիմը իհարկե ոչ միայն չեմ սիրում։ Մուսուլմանները, որ Մուհամեդ Մարգարեի անունը տալիս են, ասում են խաղաղությունն ասած, ինչ-որ մեծ տեքստ են ասում, արհեստացին, չէ՞։ Այո, հենց դուք Ադրբեջան բառը ասում եք, փաղագծերի մեջ արհեստացինը ավելացնում եմ, հա, կա նման բան։ Ինչ չեք սիրում տենց։ Դա ես չեմ կարծում, թե առանձնապես իրենք իմ սիրո եւ համակրանքի կարիք ունեն։ Իրանք էլ չեն սիրում ախր։ Երկրորդը, չգիտեմ էլի, հիմա ինչի սիրեմ ես իրենց։ Ես իրենց մշակույթը շատ դեպքերում թող սանապարտություն չլինի, իրենցից լավ եմ ուսումնասիրել կամ որոշ դեպքերում իրենց լեզուն իրենցից լավ եմ ուսումնասիրել։ Հիմա սիրում են, չեն սիրում իրենց գործն է։ Եվ իմ համար դա պատիվ է, որ չեն սիրում իմ միջավայրից ասեմ։ Հասկանում եմ, բայց հիմա ոնց որ էկոպետությունները թեմայից շեղվեցին, հա։ Ինչ որ հարաբերություններ են փորձում կարգավորել։ Լավ, եթե հարաբերություններ ենք փորձում կարգավորել, ինչ իրականություններ եք ասում, էլի հարաբերություններ են ստեղծվելու, դուք էլ Հայաստանի առաջատար պրոֆեսորներից մեկն եք, իրանագիտության առաջնորդներից մեկը։ Առաջնորդ չեմ, ես համեստ սովորական իրանագետ։ Ոնց որ տենց վիրավորական եք խոսում այդ երկրի նկատմամբ։ Ընդհանրապես, ես երբ որ ասում եմ արհեստացին, ես բերեցի արդեն մի քանի։ Դրա հստակ ակադեմիական հիմնավորում ունեմ։ Արհեստացին պետություններ հասկացությունը ակադեմիական միջավայրում կա։ Իրանք էլ ընկնում են հակառակ ծայրահեղության մեջ ու սկսում են ասել հայերը գնչուներ են, եկել են Հնդկաստանից։ Շատ բարի, ես համաձայն եմ, որ ես գնչու լինեմ, բայց դա պետք է ապացուցել, չէ՞։ Օդի մեջ ասելով հոչի։ Էդ էլ բացատրեմ ինչու են ասում հայերը գնչուներ են։ Գիտեք ինչ մարազմատիկ մեխանիզմ է դա։ Ասում են, քանի որ հայերենը հնդեվրոպական լեզու է, այսինքն այդ լեզուն կամ պետքա լինի Հնդկաստանից կամ Եվրոպայից, չէ՞։ Չեն ասում հայերենը Եվրոպայից, ասում են Հնդկաստանից, իսկ Հնդկաստանից ովքեր են եկել, գնչուներն են եկել, հետեւաբար հայերը գնչուներ են, հայերենն էլ գնչուերեն է։ Հասկացա՞ք։ Կամ ասում են հայերը եւ արմենները այդ կապ չունեն։ Okay, հայերը եւ արմենները։ Հիմա տեսեք, ես միգուցե զգացական լիցք դնում եմ, բայց ես չեմ կարող ուրանալ պատմությունը, ես չեմ կարող, չէ՞, ասել, չգիտեմ, հիմա քանի որ խաղաղություն է, ես վեր կենամ ասեմ Նիզամին ադրբեջանցի է, բա իմ այսպես ասած գիտական անաչառությունը ուրիշ ժամանակ լինի, մեզ կասեն դուք անաչառ չեք, չգիտեմ ինչ եք, իսկ ով ասել ես պետք է անաչառ լինեմ, բայց այս հարցում ես շատ անաչառ եմ։ Այո, Նիզամին ադրբեջանական գրականության ներկա, այո, իրակոս գանձակեցին ադրբեջանցի պատմագիր չէ։ Ինչ է, ուրանանք, դա էլ ուրանանք։ Այո, Արցախի տարածքը Հայաստան է քաղաքակրթական առումով։ Հիմա Գանձասարը ինչ ասենք, Գյանջասար ասենք։ Ամոթ է, չէ։ Իդեպ ես մեկ-մեկ որ Գյանջային գանձակ եմ ասում, մարդիկ նեղանում են, ասում են այդ հայրենասիրությունն դիմի կողմել այդ քաղաքի համար Գյանջա։ Իլհամ Ալիևին էլ թող ասեն, որ Բասար Գեչար չասի, էլի։ Իրանց մոտ պաշտոնական որոշում կա եւ ինքը անձամբ հայտարարել է, որ պետք է լինի։ Փոքրուց մեզ սովորացրել են գանձակ։ Այո։ Երբ որ իհարկե աշխարհացույցը սովորել ենք, գանձակ է եղել, չէ՞, պարտավ է եղել, հիմա բարդա ասենք, ինչ անենք։ Ես Իրանի էթնիկական միավորների մասին պատահական չէի խոսում, որովհետև հիմա անդադ խոսակցություն են տարածում ըստ պատերազմի համատեքստում երկրի մասնատման մասին։ Հիմա եթե շիական, այս իսլամական ռեժիմը տապալվի, երկիրը կարող է մասնատվել։ Տեսեք, դուք էլ քարոշչական, ինչու ռեժիմ։ Տրամպինը ռեժիմ չի։ Կներեք, էլի ես հայրենում ռեժիմը ինչ որ բացասական լիցք ունի, չէ։ Չէ։ Ես դա որպես տերմին եմ օգտագործում եւ ասեմ այդ տերմինը լսել որ ասեն Մակրոնի ռեժիմ։ Դա է հետաքրքիր։ Լսել եմ որ Ալի
Խամենեին նույնիսկ այդ ռեժիմ բառը օգտագործում է։ Երևի հաճախ է լսում։ Իրենք, նայեք, անգլերենով երբ որ ասում ենք ռեժիմ change, դա նշանակում է իշխանափոխություն հայերենում։ Բայց հայերենում իմ կարծիքով, իմ ընկալմամբ, միգուցե սխալվում եմ, բայց ռեժիմը ամեն դեպքում որոշակի բացասական իմաստով չեմ օգտագործում։ Հիմա եթե այդ համատեքստում է, ապա չեմ կարծում, թե Իրանը տրոհել է շատ հեշտ գործ է։ Դա անհնարին գործ չէ, որովհետև ընդհանրապես միշտ մենք մեր փորձից էլ իմացել ենք, չէ՞, ես նկատի ունեմ այն մարդիկ, որոնք խորհրդային միությունում են ծնվել, մեզ միշտ ասում էին, որ էթնիկական գործոնը այդքան կարևոր չի, կա ինտերնացիոնալիզմ եւ այլն, բայց մենք տեսանք, որ խորհրդային միության փլուզման գործում էթնիկական գործոնը ինչքան լուրջ էր։ Կա տեսակետ հիմա, որ երկրի միասնականությունը ապահովում է շիականությունը։ Կասեմ գործիքներից մեկը շիայական իսլամն է, երկրորդը պատմական հիշողությունը, այնուհետև ընդհանուր քաղաքակրթությունը, ընդհանուր պատմությունը, այսինքն տեսեք 100 տարի առաջվա իրանցի քուրդը եւ այսօրվա իրանցի քուրդը բավական տարբեր են Իրանը ընկալելու հարցում, կամ լուրը, կամ Բախտիարցին եւ այլն, բայց այդ վտանգը կա եւ դրա վրա էլ աշխատում են իմ նշած մեխանիզմով, այսինքն եթե կա որոշակի էթնիկական ինքնություն, ապա դրա վրա կարելի է աշխատել, բյուրեղացնել, դրան հաղորդել, ասեմ այսպես, թշնամական բնույթ մեկ այլ էթնիկական ինքնության դեմ եւ ի վերջո ստանալ խնդիր, առավել եւս որ փորձառություն էլ կա։ Գիտեք, խորհրդային միությունը, երբ Բրիտանիան եւ խորհրդային միությունը ըստ էության օկուպացրեցին Իրանը երկրորդ համաշխարհայինի ժամանակ, հարավը բրիտանացիները, հյուսիսը խորհրդային միությունը, առաջին անգամ պատմության ասպարեզ եկավ այսպես կոչված այդ հարավային Ադրբեջանի, չգիտեմ, Քիշեվարի, ամեն ինչ պատմվում է այդ Ադրբեջանի շուրջ։ Այո, որովհետեւ խորհրդային միությունն էլ իրականում իր հերագնաց ծրագրերում նպատակ ուներ սկզբնապես Լենինի ժամանակահատվածում սոցիալիստական այդ հեղափոխությունը, բոլշևիկյան հեղափոխությունը տարածել մուսուլմանական պետություններում եւ այլն։ Էթնիկական գործոնը կա, դա ոչ պետք է թերա գնահատել, ոչ պետք է գերա գնահատել, բայց կան ավելի, ասեմ այսպես, Իրանի թշնամիների տեսանկյունից ավելի խոցելի եւ պակաս խոցելի էթնիկական միավորներ, որևէ մեկը չի տեսել, որ մազանդարանցիների անջատողականության վրա աշխատում են։ Տեսել ենք Սիստան, Բելուջիստան։ Բայց բելուջների վրա աշխատում են, որովհետեւ A ինքը ավելի ծայրամասային գավառ է, B կատարբերություն։ Բելուջների մեծամասնությունը սուննի մահմեդականներ են, հետեւաբար աշխատում են տարբերության վրա։ Դեպի Պակիստան։ Տեսեք, երբ աշխատում են ատրպատականի վրա, բոլորը մոռանում են, որ ատրպատականցիները շիաներ են։ Ասում են սրանք թուրքախոս են, ադրբեջանցի են եւ այլն։ Բելուջների պարագայում մոռանում են այդ նույն աշխատողները, որ բելուջները իրանալեզու են, իրանախոս ժողովուրդներից մեկն են։ Շեշտադրումը դնում են սուննի իսլամի վրա։ Քրդերի պարագայում հաճախ շեշտադրումը դնում են քրդերի մի հատվածը Իրանում սուննի է, խոշոր հատվածը սուննի է, մի այլ խոշոր հատված շիաներ են։ Այդ սուննի հանգամանքի վրա մոռանալով, որ քրդերենը իրանական լեզուներից մեկն է։ Մենք տեսնում ենք, որ կարող են միմյանց հետ թշնամանալ նաև գրեթե նույն լեզվով խոսողները, կամ նույն լեզվով խոսողները, Ուկրաինայում պատերազմող երկու կողմերի լեզուն էլ հիմնական լեզուն, լսում եք, չէ՞, մեկ-մեկ այդ պատերազմական կադրերը, այն կողմից էլ են ռուսերեն խոսում, ուկրաինական կողմից, այս կողմից էլ են Սերբերը, խորվատները, բոսնիացիները, չեռնոգորցիները ըստ էության լեզվաբանորեն միևնույն լեզվով են խոսում։ Պարոն Ոսկանյան, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, կներեք զգացական նաև որոշ տեղերում արտահայտվեցի, բայց այլ ելք չունենք։ Ունենք, այն ինչ որ ունենք, հրաշալի է։